Հոգնած կինն իր տանն անսպասելի հյուրի է հանդիպում աշխատանքային գործանարար օրվանից հետո։ Այս հանդիպումը կբացահայտի գաղտնիքներ, որոնք ընդմիշտ կփոխեն նրա կյանքը։ Վերականգնման, սիրո վերակառուցման ճանապարհը նոր է սկսվում։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Անին զգում էր մարմնի յուրաքանչյուր մկանի ցավը, երբ բարձրանում էր Շենգավիթի իր փոքրիկ բնակարանի երրորդ հարկի աստիճաններով։ Վերելակը շաբաթներ շարունակ փչացած էր, բայց շենքի կառավարչությանը կարծես չէին հուզում Երանի բանվորական թաղամասի բնակիչների խնդիրները։ Նրա ոտքերը բաբախում էին ցածրագրունկ կոշիկների մեջ, որոնք նա գրում էր արդեն 3 տարի, իսկ պայուսակը ծանրացել էր ուսերին կարծես քարերով լցված լիներ։ Եվս մեկ դժոխային օր Ալյանս Գրուպ կորպորացիայում։ Անվերջանալի ժողովներ, որտեղ նրա ձայնն անտեսվում էր, հաշվետվություններ, որոնք նա գիտեր, որ ոչ ոք պատշաճ ուշադրությամբ չի կարդա, չվարձատրվող արտաժամյա աշխատանք, որը թույլ չէր տալիս Մանեին ժամանակին վերցնել դպրոցից։ Բարեբախտաբար նրա քույրը Սոնան առաջարկել էր երեկոյան խնամել աղջկան թույլ տալով Անին կրկին աշխատել մինչ երեկոյան 10։ Բանալին գողպեքի մեջ պտտելիս նրա առաջին միտքն իրեն սպասվող երանելի լռության մասին էր։ Ոչ մի բարձր հեռուստացույց, ոչ մի հարց ընթրիքի մասին, ոչ մի դպրոցական առաջադրանք։ Միայն ինքը, տաք լոգանքը միգուցե մի գավաթ թեյ նախքան անգողնուն հանձնվելը։ Բայց ինչ որ բան այն չէր։ Խոհանոցից լսվում էր հոսող ջրի ձայնը, որին ուղեկցում էր սպասքի լվացման ծանոթ զնգոցը։ Անին քարացավ մուտքի մոտ բանալիները դեռ ձեռքում պահած։ Սոնան Մանեին տուն չէր բերել, նա վստահ էր դրանում։ Նրանք պայմանավորվել էին, որ աղջիկը կքնի մորաքրոջ տանը։ Սրտի արագ բաբախյունով նա դանդաղ քայլեց նեղ միջանցքով։ Խոհանոցի դեղնավուն լույսը վառ էր պատին պարող ստվերներ գցելով։ Ջրի ձայնը շարունակվում էր ռիթմիկ մեթոդական։ Ինչ որ մեկը սպասք էր լվանում։ Իր տանը։ Առանց իր թույլտվության։ Անին ավելի ամուր սեղմեց պայուսակի բռնակը մտածելով պղպեղի սփրեյի մասին, որը Սոնան ստիպել էր իրեն միշտ կրել։ Նրա ձեռքերը թեթագի դողում էին, երբ մոտեցավ խոհանոցի մուտքին։ Այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան պապանձվել։ Մուգ կոստյումով մի տղամարդ մեջքով շրջված էր դեպի նրան գրացած իր բնակարանի փոքրիկ լվացարանի վրա։ Ծալված թքերը բացահայտում էին ամուր նախաբազուկները։ Նա գրեթե ակնածանքով էր վերաբերվում նրա էժանագին ափսեներին։ Տաք ջրի գոլորշին մեղմորեն բարձրանում էր ստեղծելով անիրական մթնոլորտ այն միջավայրում, որն Անին այնքան լավ գիտեր։ Երբ նա շրջվեց, Անին թվաց, թե աշխարհը դադարեց պտտվել։ Վարդան Մինասյան, Ալյանս Գրուպ կորպորացիայի գործադիր տնօրենը։ Այն մարդը, ում անունը հայտնվում էր ներքին հաղորդագրություններում, ում որոշումները ազդում էին հազարավոր աշխատագիտների կյանքի վրա, ում ներկայությունը ընկերության միջանցքներում ստիպում էր բոլորին երկյուղածությամբ շշնջալ։ Նա այստեղ էր իր համեստ խոհանոցում, թաց ձեռքերով մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել նրա դեմքին վերելակային հազվադեպ հանդիպումների ժամանակ։ Զղջում։ Ահա թե ինչ տեսավ նա նրա մուգ աչքերում։ Կներեք, սրանք էին նրա առաջին բառերը, նրա ձայնն ավելի մեղմ հնչեց, քան Անին հիշում էր։ Գիտեմ, որ սա անսովոր է։ Կարող եմ բացատրել։ Անին մնաց անշարժ փորձելով ընկալել իրավիճակի անհնարինությունը։ Նրա բանական միտքը փորձում էր տրամաբանական բացատրություն գտնել։ Գուցե սա երազ էր կամ վերջին ամիսների ծայրահեղ սթրեսից առաջացած զգայապատրանք։ Բայց վատ փակված ծորագից կաթացող ջրի ձայնը չափազանց իրական էր, ինչպես օջարի բույրը, որով նա լվանում էր սպասքը։ Ինչպես եք ներս մտել։ Նրա ձայնն ավելի խռպոտ հնչեց, քան նախատեսում էր։ Վարդանը փակեց ծորակը ձեռքերը չորացրեց մի սրբիչով, որն Անին ճանաչեց որպես այն նույն սրբիչը, որը Մանեն ասեղնագործել էր դպրոցում մայրության տոնի առթիվ։ Այդ հզոր տղամարդու գունավոր մանկական գտորի հակադրությունը շփոթեցնող էր։ Ձեր քույրը, պարզապես ասաց նա։ Սոնան։ Նա այստեղ էր, երբ ես եկա Մանեի համար որոշ հագուստներ վերցնելու։ Ես բացատրեցի իրավիճակը, նա ինձ թույլ տվեց ներս մտնել։ Բայց նախքան այդ նա ինձ մանրակրկիտ հարցուփորձ արեց իմ մտադրությունների մասին։ Անին փորձեց մարսել դա։ Սոնան ճանաչո ում էր Վարդան Մինասյանին։ Երբվանից նրա քույրը որե կապ ուներ այն կորպորատիվ աշխարհի հետ, որն ինքն այդքան արամարում էր։ Ինչ իրավիճակ։ Հարցը պոկվեց նրա շուրթերից, նախքան նա կկարողանար իրեն զսպել։ Վարդանը զգուշությամբ դրեց սրբիչն այնտեղ, որտեղ Անին միշտ թողնում էր այն, ամբողջովին շրջվեց դեպի նրան։ Խոհանոցի արհեստական լույսի տակ Անին կարող էր տեսնել մանրամասներ, որոնք երբեք չէր նկատել։ Հոգնածության հետքերն աչքերի շուրջը, թեթակի խառնված մազերը, փողկապը, որը թուլացված էր այնպես, ինչը հուշում էր նույնքան երկար օրվա մասին, որքան իրենն էր։ Ես ինչ որ բան բարձեցի ձեր մասին, Անի։ Այն մասին, թե ինչպես են ձեզ հետ վարվել ընկերությունում։
Այն անարդարությունների մասին, որոնց դուք բախվել եք։ Նա դադար տվեց, կարծես զգուշությամբ ընտրելով հաջորդ բառերը։ Եվ ես հասկացա, որ մասամբ ես եմ պատասխանատու դրա համար։ Փոքրիկ բնակարանը կարծես ավելի էր սեղմվել նրա ներկայությունից։ Անին զգում էր, թե ինչպես է դեմքն այրվում ամոթի աջող բարկության խառնուրդից։ Ինչպես էր նա համարձակվել հայտնվել իր տանը իր սրբավայրում, խոսելով իր մասնագիտական կյանքի մասին այնպես, կարծես դա մի խնդիր էր, որը նա կարող էր պարզապես լուծել։ Դուք չպետք է այստեղ լինեիք, ասաց նա ձայնին վստահություն հաղորդելով։ Կապ չունի, թե ինչ եք պարզել կամ ինչ եք կարծում, թե պարզել եք։ Սա անձնական կյանքի ներխուժում է։ Դուք ճիշտ եք, Վարդանն անմիջապես համաձայնեց։ Լիովին ճիշտ եք։ Բայց ես պետք է։ Ես չէի կարող շարունակել ձացնել, թե չգիտեմ։ Ոչ այն բանից հետո, երբ տեսա ձեր իրական գնահատման հաշվետվությունները, ոչ այն բանից հետո, երբ պարզեցի, թե ինչ է արել Գագիկ Կարապետյանը։ Այդ անունը հարվածի պես դիպավ Անիին։ Գագիկ Կարապետյանը նրա անմիջական ղեկավարը, այն մարդը, ով 2 տարի շարունակ գրասենյակային կյանքը վերածել էր մշտական դժոխքի։ Ժողովները, որտեղ նա պարբերաբար ընդհատում էր նրան, նախագծերի համար ստացված գովասանքները, որոնք Անին միայնակ էր մշակել, բայց որոնք հայտնվում էին Գագիկի անվան տակ, աշխատանքի գնահատականները, որոնք երբեք չէին արտացոլում նրա իրական աշխատանքը։ Ինչ գիտեք Գագիկի մասին։ Նրա ձայնն այժմ ավելի ցածր էր հնչում, գրեթե շշուկով։ Վարդանը մի քայլ մոտեցավ, բայց կանգ առավ, երբ տեսավ, որ նա բնազդաբար նահանջեց։ Գիտեմ, որ նա միջոցներ է յուրացրել ուրվական աշխատագիտների միջոցով։ Գիտեմ, որ նա գեղձել է ձեր գնահատականները հիմնավորելու համար, թե ինչու դուք երբեք չեք առաջ խաղացել, չնայած մեր ունեցած ամենակոմպետենտ մասնագետներից մեկն եք։ Գիտեմ, որ նա ստիպել է ձեզ կատարել այնպիսի մարդկանց աշխատանքը, որոնք նույնիսկ գոյություն չունեն, մինչդեռ ինքը գրբանել է նրանց աշխատավարձերը։ Յուրաքանչյուր բառ նման էր փազլի մի կտորի, որը ցավով տեղավորվում էր իր տեղում։ Անվերջանալի արտաժամյա աշխատանքը, որը երբեք իմաստ չուներ, նախագծերը, որոնք հայտնվում էին ոչ մի տեղից անհնարին ժամկետներով, մշտական զգացողությունը, որ որքան էլ ջանք թափի, երբեք բավարար չէ։ Ինչո՞ւ եք սա ինձ պատմում, հարցրեց Անին հանկարծակի զգալով մեծ հոգնածություն։ Եվ ինչո՞ւ այստեղ։ Ինչո՞ւ իմ տանը։ Վարդանը հայացքն իջեցրեց իր դեռ թաց ձեռքերին։ Որովհետև երբ պարզեցի այս ամենը, երբ տեսա ձեր անձնական գործը այրի, միայնակ մայր, ով կրկնագի է աշխատում աղջկան պահելու համար, ես հասկացա, որ չեմ կարող պարզապես էլեկտրոնային նամակ ուղարկել կամ ձեզ պաշտոնական հանդիպման կանչել։ Սա դուրս է կորպորատիվ հարցերի շրջանագից, Անի։ Սա մարդկային արժանապատվության մասին է։ Այրի լինելու հիշատակումը Անի գրծքում ցավոտ սեղմում առաջացրեց։ Ընկերությունում քչերը գիտեին 3 տարի առաջ նրա ամուսնու գորստի մասին, այն մասին, թե ինչպես էր նա պայքարել իր կյանքը վերակառուցելու համար միայնակ մեծացնելով Մանեին։ Դա լսել Վարդան Մինասյանի շուրթերից իր սեփական խոհանոցում, միաժամանակ հուզիչ էր ներխուժող։ Դուք հետաքննել եք իմ անձնական կյանքը։ Մեղադրանքը հնչեց վրդովմունքով լի։ Ոչ, արագ ասաց նա։ Տեղեկությունները բոլորը ձեր գադրային գործում էին։ Գործ, որը պետք է խորհրդակցվեր նախքան ձեր կարիերայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, բայց որը Գագիկը ըստ ամենայնի պարբերաբար անտեսել է։ Նա ձեռքով սրբեց մազերը ավելի խառնելով դրանք։ Անի, դուք աշխատում եք մեզ մոտ 4 տարի։ 4 տարվա օրինագելի հաշվետվություններ, որոնք երբեք չեն հասել իմ սեղանին։ 4 տարվա նորարարություններ, որոնք վերագրվել են այլ մարդկանց։ Ես այսօր նայեցի ձեր իրական թվերը, դրանք տպավորիչ են։ Անին զգաց վավերացման մի տարօրինակ ալիք դառնության հետ խառնված։ Տարիներ շարունակ նա հարց էր տվել իրեն արդյոք ինքն իրոք բավականաչափ լավն է, արդյոք ինչ-որ բան սխալ է անում, ինչն արդարացնում է ճանաչման բացակայությունը։ Պարզել, որ իր ջանքերը ճանաչվել են, բայց միտումնավոր թաքցվել, միաժամանակ թեթացում էր կատաղություն։ Եվ ինչ եք պատրաստվում անել այդ տեղեկության հետ։ Նա խաչեց ձեռքերը ստեղծելով ֆիզիկական պատնեշ նրանց միջ։ Ուզում եմ ձեզ առաջարկել մի պաշտոն, որը համապատասխանում է ձեր տաղանդին։ Ուզում եմ փոփոխություններ իրականացնել ընկերությունում, որպեսզի դա այլս ոչ մեկի հետ չկրկնվի։ Եվ ուզում եմ։ Նա տատանվեց, կարծես հաջորդ բառերը հատկապես դժվար էին։ Ուզում եմ ներողություն խնդրել։ Ոչ միայն որպես ընկերության ներկայացուցիչ, այլ անձնապես։ Այն բանի համար, որ թույլ եմ տվել իմ պատասխանատվության տակ գտնվող համակարգին այդքան կոպիտ կերպով ձախողել ձեր հանդեպ։ Փոքրիկ բնակարանում լռություն տիրեց, բացառությամբ սառնարանի ցածր դզոցի փողոցի երթեկության հեռավոր ձայնի։ Անին զննեց իր դիմաց կանգնած տղամարդուն փորձելով համադրել անհասանելի գործադիր տնօրենի կերպարն այս խոցելի տարբերակի հետ, որն իր խոհանոցում էր։ Կարծում եք կարող եք հայտնվել այստեղ, լվանալ իմ սպասքը դա գլուծի։ 4 տարվա նվաստացումը։
Բարերն ավելի գոշտ հնչեցին, քան նա նախատեսում էր, բայց դրանք գրում էին կուտակված ողջ հիասթափության ձանրությունը։ Ոչ, պատասխանեց Վարդանն առանց վարանելու։ Գիտեմ, որ դա ոչինչ չի լուծում, բայց դա սկիզբ է։ Դա մի ձե ցույց տալու, որ ես ընդունում եմ իմ սխալը, որ իմ վերահսկած համակարգը ձախողվել է ձեր հանդեպ անընդունելի կերպով։ Անին զգաց, որ արցունքներն այրում են, աչքերը պայքարեց դրանք զսպելու համար։ Նա չէր լացի նրա ներկայությամբ։ Նրան թույլ չէր տա տեսնել, թե որքան խորն է այս ամենն իրեն հուզել։ Ես ուզում եմ, որ դուք գնաք, ասաց նա ձայնը թեթագի դողալով։ Պետք է մարսեմ այս ամենը։ Եվ պետք է գնամ աղջկաս հետից։ Վարդանն անմիջապես գլխով արեց։ Իհարկե, բայց նախքան այդ, նա բաճկոնի գրպանից մի քարտ հանեց։ Իմ անձնական համարն է։ Ոչ թե աշխատանքային հարցերի համար, այլ երբ ցանկանաք խոսել այս մասին։ Ձեր ժամանակին, ձեր պայմաններով։ Անին նայեց քարտին, բայց չվերցրեց այն։ Վարդանն այն զգուշությամբ դրեց խոհանոցի սեղանին այն շաքարամանի գողքին, որը Մանեն պատրաստել էր կավագործության դասին։ Անի, ասաց նա մեղմորեն արդեն դեպի դուռը գնալով։ Այն, ինչ արել է Գագիկը, սխալ էր, նա պատշաճ կերպով պատասխանատվության կենթարկվի, բայց այն, ինչ ես եմ արել կամ չեմ արել, նույնպես սխալ էր։ Եվ դա իմ խնդիրն է։ Նրա գնալուց հետո Անին երկար րոպեներ կանգնած մնաց խոհանոցում, նայելով փայլող մաքուր սպասքին սեղանի վրայի քարտին։ Նրա կյանքը հենց նոր մի ուղղություն էր վերցրել, որը նա երբեք չէր կարող պատկերացնել, նա գաղափար չուներ արդյոք սա օրհնություն էր, թե մի բարդություն, որին ինքը պատրաստ չէր դիմակայել։ Անին խոհանոցում մնաց ավելի քան 1 ժամ չկարողանալով շարժվել։ Մաքուր սպասքն արտացոլում էր առաստաղի լույսը անընդհատ հիշեցնելով, որ Վարդան Մինասյան այստեղ էր այնտեղ, որն ինքը համարում էր իր ապաստարանը։ Յուրաքանչյուր ափսե, յուրաքանչյուր գավաթ այժմ այլ կերպ էր թվում, կարծես գրում էր նրա ներկայության էներգիան։ Հեռախոսը զանգեց հանելով նրան թմբիրից։ Սոնան էր։ Անի, դու ես հասել։ Ինչպես անցավ այցելությունը։ Քրոջ ձայնը զգուշավոր էր հնչում, կարծես նա վստահ չէր, թե ինչպես մոտենալ թեմային։ Անին ձանր նստեց սեղանի աթոռներից մեկին։ Սոնա, ինչ է կատարվել այստեղ։ Ինչպես ես ճանաչում Վարդան Մինասյանին։ Գծի մյուս ծայրում տհաճ լռություն տիրեց, նախքան Սոնան խորը շունչ քաշեց։ Ես նրան չէի ճանաչում։ Նա պարզապես հայտնվեց այստեղ, դուռը թակեց սովորական մարդու պես։ Կարծեցի ինչ որ նոր հարան է կամ նման մի բան։ Սոնան դադար տվեց։ Մինչ նա ներկայացավ ասաց, որ պետք է խոսի քեզ հետ աշխատանքի հետ կապված շատ կարևոր մի բանի մասին։ Երբ նա նշեց քո ամբողջական անունը որոշ մանրամասներ քո պաշտոնի մասին, հասկացա, որ սա խարդախություն չէ։ Անին տրորեց քունքերը զգալով գլխացավի սկիզբը։ Եվ դու պարզապես անծանոթին թույլ տվեցիր մտնել իմ տուն։ Այդպես չէր, Անի։ Ես 1000 հարց տվեցի։ Անձնագիր ուզեցի, զանգեցի ընկերություն հաստատելու համար, որ նա իրոք այնտեղ է աշխատում։ Եվ նա… Սոնան տատանվեց։ Նա անգեղծորեն մտահոգված էր թվում։ Ոչ թե որպես տնօրեն, որը փորձում է լուծել կորպորատիվ խնդիրը, այլ որպես մեկը, ով սարսափելի մի բան է պարզել չի կարող հանգիստ մնալ դրա հետ։ Անին վերցրեց քարտը, որը Վարդանը թողել էր պտտելով այն մատների արանքում։ Թուղթը հաստ էր, որակյալ նրա անունը տպված էր նրբագեղ տառերով։ Շատ տարբեր այն ստանդարտ քարտերից, որոնք ստանում էին սովորական աշխատագիցները։ Նա քեզ պատմեց Գագիկի մասին։ Պատմեց։ Եվ կեղծված հաշվետվությունների մասին, այն մասին, թե ինչպես են քեզ միտումնավոր ձանրաբեռնել։ Սոնայի ձայնը բարկությամբ լցվեց։ Անի, ինչո՞ւ դու ինձ երբեք ոչինչ չես ասել դրա մասին։ Ես գիտեի, որ սթրեսի մեջ ես, բայց չէի պատկերացնում, որ դա այդքան համակարգված է։ Որովհետև ես կարծում էի, որ խնդիրն իմ մեջ է, մեղմիկ խոստովանեց Անին։ Կարծում էի բավականաչափ լավը չեմ, որ ինչ որ բան սխալ եմ անում։ Ինչպես բողոքես մի բանից, որը չես կարող ապացուցել։ Հիմա դու կարող ես ապացուցել։ Այս մարդը Վարդանը, նա ապացույցներ ունի։ Ասաց, որ հեռացնելու է Գագիկին փոփոխություններ է մտցնելու այլ աշխատագիցներին պաշտպանելու համար։ Անին վեր գացավ քայլեց դեպի պատուհանը։ Ներքում քաղաքի լույսերը սփռված էին ինչպես ընկած աստղեր։ Էլ քանի հոգի էին նմանատիպ իրավիճակներում հենց այս պահին։ Էլ քանի հոգի էին շահագործվում նվաստացվում լռության մեջ։ Սոնա, կարող եմ Մանեին վաղը առավոտյան վերցնել։ Այսօր պետք է միայնակ մարսեմ այս ամենը։ Իհարկե, սիրելիս։ Նա այնքան էլ սիրով խաղում է զարմիկների հետ։ Բայց Անի… Սոնան նշանակալից դադար տվեց։ Հնարավորություն դուր, որ ամեն ինչ լավանա։ Դու արժանի ես դրան։
Հեռախոսն անջատելուց հետո Անին վերջապես ընդունեց այն լոգանքը, որը պլանավորել էր։ Տաք ջուրն օգնեց թուլացնել մկանների լարվածությունը, բայց չկարողացավ հանգստացնել նրա տագնապած միտքը։ Հաջորդ առավոտյան նա գրասենյակ հասավ 15 րոպե շուտ, ինչպես միշտ անում էր։ Ալյանս գրուպի շենքը վեհորեն վեր էր խոյանում Երանի կենտրոնում, նրա 40 հարկանի հայելապատ ապագիներն արտացոլում էին անպամած երկինքը։ Անին հազարավոր անգամներ հաշվել էր այդ հարկերը վերելագին սպասելիս երազելով այն օրվա մասին, երբ կկարողանա աշխատել վերին հարկերում, որտեղ կայացվում էին կարևոր որոշումները։ Նրա բաժինը 12-րդ հարկում էր։ Հենց վերելակի դռները բացվեցին, Անին զգաց, որ ինչ-որ բան այլ է։ Առավոտյան սովորական աղմուկը փոխարինվել էր տագնապալից շուկներով։ Գործընկերները հավաքվել էին փոքր խմբերով ցածրաձայն խոսելով նյարդային հայացքներ նետելով Գագիկի գրասենյակի ուղղությամբ։ Անուշը հաշվապահությունից մոտեցավ նրան, հենց նա նստեց իր աշխատասեղանի մոտ։ Անի, լսել ես։ Գագիկին առավոտյան 8-ին կանչել են կադրերի բաժին։ Արդեն 2 ժամից ավելի է, ու նա չի վերադարձել։ Անվտանգության աշխատակիցները եկել ու նրա գրասենյակից որոշ թղթապանակներ են տարել։ Անին փորձեց պահպանել չեզոք դեմքի արտահայտություն, բայց սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա կատարվում էր։ Վարդանը պահել էր իր խոսքը։ Գուցե պարզապես սովորական աուդիտ է, պատասխանեց նա ձացնելով, թե կենտրոնացած է համակարգչի վրա։ Աուդիտի համար անվտանգության աշխատակիցներ պետք չեն, շնջաց Անուշը շուրջը նայելով։ Ուս մի տարօրինակ բան։ Այսօր առավոտյան հաղորդագրություն է եկել, որ վերջին 2 տարվա բոլոր գնահատականները վերանայվելու են արտաքին հանձնաժողովի կողմից։ Նախքան Անին կկարողանար պատասխանել, սեղանի հեռախոսը զանգեց։ Անի։ Գայանեն է գործադիր քարտուղարությունից։ Պարոն Մինասյանն ուզում է խոսել ձեզ հետ։ Կարող եք հիմա բարձրանալ։ 40-րդ հարկ։ Անին երբեք այնտեղ չէր եղել։ Քչերն ունեին մուտք դեպի այդ հարկ, որտեղ Վարդանն ուներ իր գրասենյակը։ Վերելակով բարձրանալը հավերժություն թվաց։ Անին փորձում էր վերահսկել շնչառությունը մտքում դասավորել ասելիքը։ Կապ չունի, թե ինչ կառաջարկի Վարդանը, նա հեշտությամբ չի գնվի։ Արժանապատվությունը չի վաճառվում։ Դռները բացվեցին բացահայտելով մի միջավայր, որը լիովին տարբերվում էր շենքի մնացած մասից։ Փայլեցված մարմարե հատակ, թանկարժեք փայտով պատված պատեր արվեստի գործեր միջանցքներում։ Դա մի այլ աշխարհ էր։ Գայանեն մի նրբագեղ կին, նրան դիմավորեց պրոֆեսիոնալ ժպիտով ուղեկցեց դեպի շքեղ սպասասրահ։ Նա ավարտում է հեռախոսազանգը։ Մի քանի րոպե գտի։ Անին նստեց կաշվե բազկաթոռին, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան իր ամսական աշխատավարձը, փորձեց չընկճվել։ Հատակից մինչ առաստաղ ձգվող պատուհաններից քաղաքը փռված էր ներքում ինչպես քաղաքային գորգ։ Այնտեղից նրա խնդիրները փոքրիկ էին թվում։ Անի։ Նա շրջվեց տեսավ Վարդանին կանգնած իր գրասենյակի մուտքի մոտ։ Նա գրում էր նույն անթերի կոստյումը, բայց նրա գեցվածքի մեջ ինչ-որ բան այլ էր։ Ավելի քիչ պաշտոնական, գուցե ավելի մարդկային։ Շնորհակալություն գալու համար, ասաց նա ժեստով հրավիրելով ներս։ Գիտեմ, որ սա ձեզ համար պետք է տարօրինակ լինի։ Գրասենյակը հսկայական էր, բայց Վարդանը չգնաց դեպի սեղանը։ Փոխարենը նա ցույց տվեց բազկաթոռները մի հարմարավետ անկյունում գրապահարանի մոտ։ Սո ուրջ ջոուր, հարցրեց նա նստելով նրա դիմացի բազկաթոռին։ Ոչ, շնորհակալություն։ Անին ձեռքերն ամուր պահեց պայուսակի վրա։ Դուք ասացիք, որ ուզում եք խոսել ինձ հետ իրավիճակի մասին։ Վարդանը գլխով արեց։ Գագիկ Կարապետյանն այլս չի աշխատում Ալյանս գրուպում։ Նա հեռացվել է 1 ժամ առաջ, քրեական գործ կհարուցվի միջոցների յուրացման փաստով։ Բարերը հարվածեցին Անիին։ 2 տարի շարունակ նա երազել էր այն օրվա մասին, երբ Գագիկը վերջապես պատասխանատվություն կկրեր։ Հիմա, երբ դա կատարվում էր, նա իրեն տարօրինակ կերպով դատարկ էր զգում։ Իսկ իմ պաշտոնը, հարցրեց նա։ Անմիջապես ուժի մեջ մտնելով դուք առաջխաղացում եք ստանում որպես տեխնիկական վերլուծության բաժնի վերահսկող։ Դա ներառում է 60%-ով աշխատավարձի բարձրացում։ Սեփական գրասենյակ 5 վերլուծաբաններից բաղկացած թիմ ձեր պատասխանատվության տակ։ Անին մի քանի անգամ թարթեց աչքերը փորձելով ընկալել տեղեկությունը։ 60% աշխատավարձի բարձրացում։ Սեփական գրասենյակը։ Դա ավելին էր, քան նա երազել էր ստանալ 5 տարում։ Ինչո՞։ Հարցը դուրս թռավ, նախքան նա կկարողանար մտածել։ Որովհետև դուք արժանի եք դրան, պարզ պատասխանեց Վարդանը։ Վերջին 2 տարվա ձեր հաշվետվությունները ցույց են տալիս այնպիսի պատկերացումներ, որոնք կարող էին միլիոններ խնայել ընկերության համար, եթե հասնեին ճիշտ մարդկանց։ Ձեր վերլուծությունները ճշգրիտ են, ձեր առաջարկները գործնական, իսկ աշխատանքային էթիկան օրինագելի։ Կամ որովհետև դուք մեղավոր եք զգում,
Հակադարձեց Անին զարմացնելով ինքն իրեն իր համարձակությամբ։ Վարդանը չթված վիրավորված։ Ընդհակառակը, մի թեթ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Նա, բայց մեղքի զգացումը հաստատուն հիմք չէ բիզնես որոշումների համար։ Այս առաջխաղացումն իմաստ ունի թե բարոյական, թե ֆինանսական տեսանկյունից։ Անին վեր գացավ քայլեց դեպի պատուհանը։ Ներքում նա տեսնում էր այն շենքը, որտեղ ապրում էր մի փոքրիկ կետ քաղաքային լանդշաֆտում։ Հեռավորությունը իր իրականության այդ գրասենյակի միջ անհաղթահարելի էր թվում։ Ես չգիտեմ կարող եմ վստահել ձեզ, ասաց նա չշրջվելով։ Չեք կարող, անգեղծ պատասխանեց Վարդանը։ Դեռ ոչ։ Բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կկարողանամ ապացուցել, որ իմ խոսքն արժեք ունի։ Անին շրջվեց դեպի նրան։ Իսկ եթե ես ընդունեմ բարձեմ, որ սա պարզապես ավելի մեծ սկանդալից խուսափելուց է։ Իսկ եթե դուք ինձ օգտագործեք որպես բազմազանության ներառականության խորհրդանիշ, երբ իրականում ոչինչ չի փոխվել, այդ դեպքում դուք լիակատար իրավունք կունենաք հեռանալու, ասաց Վարդանը նույնպես վեր գնալով։ Երաշխավորագիր նամակով, որը դռներ կբացի Երանի ցանկացած ընկերությունում, կառավարման փորձով, որը ձեզ մրցունակ կդարձնի ցանկացած շուկայում։ Դա խելացի պատասխան էր, Անին պետք է ընդուներ դա։ Նա առաջարկում էր ոչ միայն հնարավորություն, այլ ելք, եթե ամեն ինչ չստացվեր։ Ինձ ժամանակ է պետք մտածելու համար, ասաց նա վերջապես։ Իհարկե, վերցրեք այնքան ժամանակ, որքան պետք է։ Վարդանը վերադարձավ սեղանի մոտ մի թղթապանակ վերցրեց։ Այստեղ պաշտոնի բոլոր մանրամասներն են։ Եվ նա դատանվեց։ Այն հաշվետվությունների բաժենները, որոնք Գագիկը ներկայացրել է ձեր մասին ընդդեմ այն հաշվետվությունների, որոնք դուք իրականում պատրաստել եք։ Կարծում եմ դուք պետք է տեսնեք նրա արածի չափը։ Անին վերցրեց թղթապանակը թեթագի դողացող ձեռքերով։ Մի մասնիկն իր մեջ չէր ուզում տեսնել բովանդակությունը, չէր ուզում հաստատել այն, ինչ արդեն գիտեր, բայց մյուս մասնիկը պետք է լիովին հասկանար իր գրած անարդարության չափը։ Անի, կանչեց Վարդանը, երբ նա արդեն դրան մոտ էր։ Եվս մեկ բան։ Այսօր կեսօրից հետո ժողով կլինի ողջ կառավարչական թիմի հետ քննարկելու գնահատման առաջխաղացման քաղաքականության փոփոխությունները։ Կցանկանայի, որ դուք մասնակցեիք։ Որպես կառավարման նոր կառուցվածքի անդամ։ Նա գլխով արեց առանց պատասխանելու դուրս եկավ գրասենյակից թղթապանակը կրծքին սեղմած։ Վերելակում միայնակ նա վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ այնքան խորը թեթացման, որ նույնիսկ ցավեցնում էր։ 4 տարվա մեջ առաջին անգամ ինչ-որ մեկը տեսել էր նրա իրական արժեքը։ Եվ այրիանալուց հետո առաջին անգամ Անին իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե իր կյանքն իրոք կարող է դեպի լավը փոխվել։ Անին ողջ կեսօրն անցկացրեց աշխատավայրին մոտ գտնվող սրճարանում, կարդալով վերընթերցելով Վարդանի տված փաստաթղթերը։ Թղթապանակը պարունակում էր անհերքելի ապացույցներ այն մասին, թե ինչ էր արել Գագիկը։ Նրա գրած մանրամասն հաշվետվությունները հայտնվել էին Գագիկի ստորագրությամբ, իսկ նրա գաղափարները վերագրվել էին ղեկավարության վերահսկողությանը։ Յուրաքանչյուր էջը շրջելիս նրա վրդովմունքն աճում էր, բայց նա շփոթմունքը։ Եթե Վարդանն ուներ այս տեղեկությունները, ինչո՞ւ էր այդքան երկար սպասել գործելու համար։ Ինչո՞ւ հենց ինքը։ Ինչո՞ւ հիմա։ Երբ առը սկսեց մայր մտնել, Անին վերջապես դուրս եկավ սրճարանից գնաց Մանեին վերցնելու Սոնայի տանից։ Նրա քույրը բնակվում էր խաղաղ թաղամասում կենտրոնից 20 րոպե հեռավորության վրա։ Փոքրիկ, բայց հարմարավետ տունը միշտ ապաստան էր եղել Անիի համար դժվար պահերին։ Մամա։ Մանեն վազեց նրա գրկի մեջ, հենց դուռը բացվեց։ 6-ամյա աղջնակն ուներ Անիի նույն գանգուր շագանակագույն մազերը մի ժպիտ, որը լուսավորում էր ցանկացած վայր։ Ողջույն, սիրելիս։ Լավ անցավ օրդ զարմիկներիդ հետ։ Շատ լավ։ Լիլիթն ինձ սովորեցրեց ուլունքներով թնոցներ պատրաստել, իսկ Հայկն օգնեց մաթեմատիկայի դնայինիս հարցում։ Նա շատ խելացի է 10 տարեկան տղայի համար։ Սոնան հայտնվեց դրան մոտ ձեռքերը սրբելով սրբիչով։ Ինչպես անցավ օրդ։ Դու։ Այլ կերպ ես թվում։ Անին ավելի ամուր գրկեց աղջկան։ Կարող եմ հետո պատմել։ Երբ Մանեն քնած լինի։ Իհարկե։ Մեզ հետ կընտրեք։ Լազանյա եմ պատրաստել։ Հաճույքով։ Այսօր ուշ չունեմ եփելու։ Ընթրիքի ժամանակ Մանեն ուրախ պատմում էր իր օրվա մասին, պատմություններ էր անում զարմիկների մասին, պլաններ կազմում հանգստյան օրերի համար։ Անին փորձում էր կենտրոնանալ խոսակցության վրա, բայց միտքն անընդհատ վերադառնում էր պայուսակի մեջ գտնվող թղթապանակին, այն որոշմանը, որը պետք է կայացներ։ Այն բանից հետո, երբ Մանեն քնեց բազմոցին մուլտֆիլմեր դիտելիս, երկու քույրերը նստեցին պատշգամբում թեյի գավաթներով։ Դե, ասաց Սոնան, դեմքիցդ դատելով տնորենի հետ խոսակցությունը հետաքրքիր է եղել։
Անին պատմեց ամեն ինչ առաջարկված առաջխաղացումը, աշխատավարձի բարձրացումը, Գագիկի դեմ ապացույցները իր կասկածները Վարդանի իրական դրդապատճառների վերաբերյալ։ 60% բարձրացում, Սոնան գրեթե վայր գցեց գավաթը։ Անի, դա ամբողջովին կփոխի քո կյանքը։ Դուք կարող եք տեղափոխվել ավելի լավ բնակարան, Մանեն կարող է սովորել մասնավոր դպրոցում։ Ես գիտեմ գործնական առավելությունները, ընդհատեց Անին։ Բայց իսկ եթե դա պարզապես մեղքի զգացում է, իսկ եթե նա ինձ օգտագործում է իր խիղճը մաքրելու համար, Սոնան զննեց քրոջ դեմքը պատշգամբի մթության մեջ։ Իսկ եթե ոչ, իսկ եթե նա իրոք հասկացել է, որ քո հանդեպ անարդար են վարվել, փորձում է ուղղել դա, այդ դեպքում ինչու դա անձնական դարձավ։ Ինչու նա եկավ իմ տուն պարզապես գրասենյակում հանդիպման կանչելու փոխարեն։ Գուցե որովհետ նա հասկացել է, որ սա դուրս է կորպորատիվ հարցերից։ Անի, դու 4 տարի աշխատել ես թերագնահատված նվաստացած լինելով։ Գրասենյակային պաշտոնական հանդիպումը բավարար չէր լինի սխալի չափը ընդունելու համար։ Անին օրորեց գլուխը։ Չգիտեմ, Սոնա։ Ինձ դեռ տարօրինակ է թվում։ Վարդան Մինասյանի նման մարդիկ առանց պատճառի անձնական քայլեր չեն անում։ Իսկ ինչ պատճառ կարող է լինել։ Չգիտեմ։ Դա է այն մասը, որն ինձ անհանգստացնում է։ Նրանք մի քանի րոպե լռեցին լսելով թաղամասի գիշերային ձայները։ Վերջապես Սոնան գրգին խոսեց. Ընդունիր առաջխաղացումը, Անի։ Դու արժանի ես դրան։ Եվ եթե պարզես, որ նա այլ մտադրություններ ունի, գոնե ավելի լավ դիրքում կլինես դրանց հետ վարվելու համար։ Հաջորդ առավոտյան Անին աշխատանքի գնաց վճռականությամբ պատասխան տալու համար։ Բայց երբ նա դուրս եկավ 12-րդ հարկի վերելակից, նրան դիմավորեցին հետաքրքրասեր հայացքներ շշուկներ, որոնք կտրուկ դադարեցին, երբ նա անցավ։ Անուշը մոտեցավ նրան խոհանոցում, երբ Անին սուրճ էր պատրաստում։ Անի, ճիշտ է, որ դու նշանակվել ես վերահսկող։ Նրա ձայնի մեջ կասկածի երանգ կար։ Ով է դա ասել։ Բոլորն են խոսում։ Ասում են դու ստանալու ես Գագիկի գրասենյակը սեփական թիմ։ Անուշն իջեցրեց ձայնը։ Նա ասում են, որ 3 անձամբ հանդիպել ես Վարդան Մինասյանի հետ։ Անին նկատեց, որ մի քանի գործընկերներ զգուշորեն մոտեցել են ձացնելով, թե սուրճ կամ ջուր են վերցնում, մինչդեռ ակնհայտորեն փորձում էին լսել խոսակցությունը։ Իմ կարիերայի մասին տեղեկությունները իմ գործն են, պատասխանեց նա դիվանագիտորեն։ Իհարկե, ասաց Անուշը, բայց նրա տոնի մեջ վիրավորանք կար։ Պարզապես տարօրինակ է, չէ։ 4 տարի նույն պաշտոնին հանկարծ, Գագիկի գնալուց անմիջապես հետո, դու առաջխաղացում ես ստանում։ Մարդիկ սկսում են մտածել։ Մտածել ինչ։ Անուշը հայացքներ փոխանակեց մյուսների հետ։ Ոչինչ։ Մոռացիր։ Բայց Անին հիանալի հասկացավ, թե ինչ էին նրանք ակնարկում։ Որ իր առաջխաղացումը ոչ թե արժանինքների համար էր, այլ ինչ-որ կասկածելի հովանավորչության։ Իրավիճակի հեգնանքը դառն էր։ Տարիներ շարունակ իրական աշխատանքի համար անտեսվելուց հետո, հիմա նրան կասկածում էին վերջապես ճանաչում ստանալու համար։ Սեղանի հեռախոսը զանգեց։ Գայանեն էր։ Անի։ Պարոն Մինասյանն ուզում է իմանալ արդյոք որոշում կայացրել եք առաջարկի վերաբերյալ։ Ասացեք նրան, որ ընդունում եմ, պատասխանեց Անին առանց վարանելու։ Եվ որ կցանկանայի սկսել անմիջապես։ Հիանալի է։ Որոշ ձատղթեր կան ստորագրելու կողմնորոշում կադրերի բաժնի հետ։ Կարող եք հիմա բարձրանալ։ Այս անգամ վերելակով բարձրանալն այլ էր։ Անին պահեց ուսերն ուղիղ գլուխը բարձր։ Նա արժանի էր այնտեղ լինելուն։ Նա նվաճել էր այդ պաշտոնը 4 տարվա օրինագելի աշխատանքով, նույնիսկ եթե ոչ ոք դեռ դրա մասին չգիտեր։ Վարդանը նրան դիմավորեց անգեղծ ժպիտով։ Ուրախ եմ ձեր որոշման համար։ Համոզված եմ, որ սա արդյունավետ գործընկերություն կլինի։ Գործընկերություն։ Անին բարձրացրեց հոմքը։ Դե, դուք անմիջապես ինձ եք զեկուցելու, բացատրեց նա։ Ձեր բաժինը կաշխատի ռազմավարական վերլուծությունների վրա, որոնք կազդեն գործադիր մակարդակի որոշումների վրա։ Մենք հաջախագի շփման մեջ կլինենք։ Անին չգիտեր դա առավելություն ուներ, թե լրացուցիչ բարդություն։ Անցումային գործընթացն ավելի արագ եղավ, քան նա պատկերացնում էր։ 2 ժամվա ընթացքում նա ստորագրեց բոլոր փաստաթղթերը, ստացավ իր նոր գրասենյակի բանալիները, ներկայացվեց իր թիմին։ Գագիկի գրասենյակն ամբողջովին վերակազմավորվել էր։ Մուգ կահույքը փոխարինվել էր բաց գույնի ժամանակակից սեղանով, ծանր վարագույրների փոխարեն տեղադրվել էին շերտավարագույրներ, որոնք թույլ էին տալիս բնական լույսի ներթափանցումը, իսկ պատերը զարդարվել էին բույսերով, որոնք կյանք էին հաղորդում միջավայրին։
Նրա թիմը բաղկացած էր 4 երիտասարդ տաղանդավոր վերլուծաբաններից, Հայկը տնտեսագիտության նորավարտ մասնագետ, Լիլիթը վիճակագիր, Լոնը ինժեներ, որն անցել է շուկայի վերլուծության, Վիոլան գազམ་ակերպչական գործընթացների մասնագետ։ Ժողովուրդ, ասաց Անին իր առաջին թիմային ժողովի ժամանակ, գիտեմ, որ այս անցումը հանկարծակի էր։ Նա գիտեմ, որ ձեզնից ոմանք կարող են կասկածներ ունենալ իմ առաջնորդական կարողությունների վերաբերյալ։ Միակ բանը, որ կարող եմ խոստանալ, այն է, որ կանեմ առավելագույնը ստեղծելու մի միջավայր, որտեղ բոլորը կարող են մասնագիտորեն աճել։ Հայկը բարձրացրեց ձեռքը։ Անի, մենք բոլորս գիտեինք, որ դու վաղուց էիր արժանի առաջխաղացման։ Գագիկը երբեք պատշաճ գնահատական չէր տալիս քո ներդրումներին։ Մենք ոգորված ենք անմիջապես քեզ հետ աշխատելու համար։ Թիմի մյուս անդամները գլխով արեցին համաձայնության նշան։ Անին ջերմություն զգաց կրծքում։ Գոնե որոշ մարդիկ նկատել էին իր աշխատանքը տարիների ընթացքում։ Շաբաթվա մնացած մասն անցավ ժողովների, հաշվետվությունների նոր պաշտոնին հարմարվելու հորցանուտում։ Անին աշխատում էր ավելի շատ ժամեր, քան երբե, բայց առաջին անգամ զգում էր, որ ներդրված յուրաքանչյուր ժամն ունի նպատակ։ Նրա գաղափարները լսվում էին, իրականացվում ճիշտ գնահատվում։ Ուրբաթ երեկոյան նա տուն հասավ սովորականից ուշ։ Սոնան Մանեին վերցրել էր դպրոցից, երկուսով խոհանոցում տնական պիցցա էին պատրաստում, երբ Անին եկավ։ Մամա։ Սոնա մորաքույրն ասաց, որ դու աշխատանքի մեջ առաջխաղացում ես ստացել։ Մանեն վազեց նրան գրգելու ալյուրոտ ձեռքերով։ Ճիշտ է, սիրելիս։ Մայրիկն այժմ ավելի կարևոր պաշտոն ունի։ Դա նշանակում է, որ ավելի շատ փող կունենանք։ Կարող ենք գնել այն տիկնիկը, որն ուզում էի։ Անին ծիծաղեց։ Գուցե։ Բայց նախ պետք է խելացի վարվենք գումարի հետ, լավ։ Սոնան ժպտաց Մանեի հետից։ Պատմեցի նրան առաջխաղացման մասին, բայց մանրամասների մեջ չմտա մնացածի մասին։ Նրանք ավարտում էին ընթրիքը, երբ դրան զանգը հնչեց։ Անին հոնքերը գիտեց։ Ոչ մեկի չէր սպասում։ Երբ բացեց դուռը, գրեթե վայր գցեց ափսեն, որը դեռ ձեռքում էր։ Վարդան Մինասյանը կանգնած էր միջանցքում, բայց այս անգամ կոստյումով չէր։ Նա ջինսով էր սովորական շապիկով, ձեռքին մի տոպրակ կար, որը կարծես ուտելիք էր պարունակում։ Կներեք կրկին առանց զգուշացնելու գալու համար, արագ ասաց նա։ Պաղպաղակ եմ բերել։ Մտածեցի գուցե կցանկանայիք նշել ձեր առաջին շաբաթը որպես վերահսկող։ Նախքան Անին կկարողանար պատասխանել, Մանեն հայտնվեց նրա հետում։ Ողջույն։ Դուք այն մարդն եք, որը լվանում էր մայրիկիս սպասքը։ Աղջնակը լայն ժպտաց։ Դուք մայրիկիս ընկերն եք։ Վարդանը նայեց Անին ակնհայտորեն չիմանալով, թե ինչպես պատասխանել։ Անին հոգոց հանեց ավելի լայն բացեց դուռը։ Ներս արի։ Բայց միայն մի քանի րոպեով։ Վարդանը ներս մտավ կրացավ Մանեի բարձրությանը։ Ողջույն։ Ես Վարդանն եմ։ Իսկ դու պետք է որ Մանեն լինես, ճիշտ է։ Մայրիկդ քո մասին շատ է պատմում։ Նա իմ մասին պատմում է աշխատավայրում։ Մանեն տեսանելիորեն հպարտացավ։ Պատմում է։ Նա ասաց, որ դու շատ խելացի ես սիրում ես նկարել։ Ճիշտ է։ Ուզում եք տեսնել իմ նկարները։ Նախքան Անին կկարողանար միջամտել, Մանեն արդեն քաշում էր Վարդանի ձեռքից դեպի հյուրասենյակ, որտեղ նրա նկարները սփռված էին սեղանի վրա։ Սոնան հայտնվեց խոհանոցում զվարճացած դեմքով։ Դե, սա հետաքրքիր է։ Սոնա, սա Վարդան Մինասյանն է։ Վարդան, քույրս Սոնան։ Ուրախ եմ պաշտոնապես ծանոթանալու համար, ասաց Վարդանը սեղմելով Սոնայի ձեռքը։ Շնորհակալություն անցյալ շաբաթ մեր խոսակցությունը հեշտացնելու համար։ Շնորհակալություն ձեր խոսքը պահելու համար, պատասխանեց Սոնան զննելով նրան հետազոտող հայացքով։ Անին հետում էր Վարդանի Մանեի շփմանը զարմանում նրա բնականության վրա։ Նա ուշադիր լսում էր աղջկա բացատրությունները յուրաքանչյուր նկարի մասին, տեղին հարցեր էր տալիս անգեղծորեն հետաքրքրված էր թվում նրա պատասխաններով։ Այս մեկը մեր ընտանիքն է, բացատրեց Մանեն ցույց տալով 3 մարդուկների նկար։ Ես, մայրիկը Սոնա մորաքույրը։ Գեղեցիկ ընտանիք է, մեկնաբանեց Վարդանը։ Եվ նկարում դուք երջանիկ եք թվում։ Մենք երջանիկ ենք, բայց երբեմն մայրիկը տխրում է, որովհետև շատ է աշխատում։ Մանեն նայեց նրան լրջությամբ։ Դուք կարող եք այնպես անել, որ նա ստիպված չլինի այդքան շատ աշխատել։ Վարդանը նայեց Անին Մանեի գլխի վրայով։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայրիկիդ աշխատանքն ավելի հանգիստ լինի։ Խոստանում եք։ Խոստանում եմ։ Անին զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում տեսնելով այդ հզոր տղամարդուն հանդիսավոր խոստում տալիս իր 6-ամյա դստերը։ Նրա ձայնի անգեղծության մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց իրեն հավատալ, որ նա իրոք մտադիր է կատարել այն։ Երբ Վարդանը վերջապես վեր կացավ գնալու համար, Մանեն ինքնաբուխ գրկեց նրան։
Շնորհակալություն պաղպաղակի համար։ Կարող եք գալ մի ուրիշ օր էլ։ Վարդանը հարցական նայեց Անիին։ Նա գրեթե անկատ գլխով արեց։ Եթե մայրիկդ թույլ տա, ես հաճույքով կգամ։ Նրա գնալուց հետո Մանեն շրջվեց դեպի Անին փայլող աչքերով։ Մամա, նա ինձ դուր է գալիս։ Նա բարի է։ Անին գրգեց աղջկան հասկանալով, որ իր սեփական պաշտպանական շերտերը սկսում են թուլանալ։ Գուցե Սոնան ճիշտ էր։ Գուցե ժամանակն էր հնարավորություն տալու, որ ամեն ինչ փոխվի։ Անիի առաջին շաբաթները որպես վերահսկող իսկական փորձություն էին։ Նրա հաշվետվությունները հասնում էին անմիջապես Վարդանի սեղանին, որն անձամբ կարդում էր դրանք հաճախ ուղարկում գործադիր խորհրդի քննարկմանը։ Առաջին անգամ Անին զգում էր, որ իր աշխատանքն իրական ազդեցություն ունի ընկերության որոշումների վրա, բայց ամեն ինչ չէր, որ հարթ էր։ Իր երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը Անին կանչվեց հանդիպման Արամ Սարգսյանի ընկերության ամենահին ֆինանսական տնօրենի հետ։ Արամն ավելի քան 60 տարեկան էր, ամբողջովին ջերմակ մազերով անզիջողականության համբավով։ Անի, ասաց նա, հենց նա մտավ 38-րդ հարկի ժողովների դահլիճ։ Նրա ձայնը սառն էր պաշտոնական։ Նստեք։ Սեղանի շուրջ, բացի Արամից, կային 3 տնօրեններ։ Մթնոլորտը հստակ թշնամական էր։ Ես որոշ մտահոգություններ ունեմ ձեր վերջին առաջխաղացման վերաբերյալ, շարունակեց Արամը թերթելով իր առջ դրված թղթերը։ Հատկապես այն արագության վերաբերյալ, որով այդ ամենը կատարվեց։ Անին պահեց կեցվածքն ուղիղ։ Իմ որակավորումները փաստաթղթավորված են իմ մասնագիտական պատմության մեջ։ Այո, բայց առաջխաղացման սովորական գործընթացը ներառում է բազմաթիվ վերահսկողների գնահատականներ, վերանայման հանձնաժողովներ, աստիճանական անցումային շրջան։ Արամը նայեց նրան ակնոցի վրայով։ Ձեր դեպքում թվում է, թե այդ արձանագրությունները արագացվել են։ Գուցե որովհետև հանգամանքները հատուկ էին, պատասխանեց Անին զգուշությամբ ընտրելով բառերը։ Այո, հանգամանքները։ Արամը թիկն տվեց աթոռին։ Գագիկ Կարապետյանի հանկարծակի հեռացումը, անօրինական վարքագծի մեղադրանքները, արագ փոփոխությունների կարիքը։ Շատ հարմար է։ Անին զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին։ Ամենայն հարգանքով, պարոն Սարգսյան, ես ոչ մի հարմար բան չեմ տեսնում 2 տարի շարունակ շահագործված լինելու մեջ։ Շահագործվածը ծանր բառ է, երիտասարդ լեդի։ Իսկ լուրջ մեղադրանքները պահանջում են լուրջ ապացույցներ։ Նա նշանակալից հայացքներ փոխանցեց մյուս տնօրենների հետ։ Մեզնից ոմանք մտահոգված են այն նախադեպով, որ սա ստեղծում է աշխատագիցներ, որոնք մեղադրանքներ են ներկայացնում վերահսկողների դեմ, հրահրում ներքին հետաքննություններ, ինչը հանգեցնում է հանկարծակի հեռացումների առաջխաղացումների։ Ապացույցները գոյություն ունեն, հաստատակամ ասաց Անին։ Վարդան Մինասյանն անձամբ վերանայել է դրանք։ Այո, Վարդանը։ Արամը ժպտաց մի ձով, որը չհասավ աչքերին։ Մեր երիտասարդ գործադիր տնօրենը վերջերս շատ նախաձեռնող է դարձել։ Գուցե չափազանց։ Անին հասկացավ, որ այդ հանդիպումը միայն իր մասին չէր։ Դա Վարդանի այն փոփոխությունների մասին էր, որ նա իրականացնում էր ընկերությունում։ Որն է այս խոսակցության նպատակը, հարցրեց նա։ Ապահովել, որ բոլորը հասկանան, որ Ալյանս գրուպը գնահատում է կայունությունը հաստատված գործընթացները, պատասխանեց տնօրեններից մեկը Ֆելիքս անունով մի խիստ տեսքով տղամարդ։ Հապճեպ փոփոխությունները կարող են ստեղծել անկայունություն։ Իսկ անկայունությունը վատ է բիզնեսի համար, հավելեց Արամը։ Անին վեր կացավ։ Պարոնայք, ես հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց իմ նպատակն է անել լավագույն աշխատանքն այն պաշտոնում, որն ինձ առաջարկվել է։ Եթե ներքին գործընթացների վերաբերյալ հարցեր կան, առաջարկում եմ դրանք քննարկել անմիջապես Վարդան Մինասյանի հետ։ Նա դուրս եկավ սենյակից սրտի արագ բաբախյունով, բայց պահպանելով արժանապատվությունը։ Միայն վերելակում նա թույլ տվեց, որ ձեռքերը թեթագի դողան։ Վերադառնալով իր գրասենյակ Անին փորձեց կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց Արամի հետ խոսակցությունը նրան ավելի շատ էր հուզել, քան ուզում էր խոստովանել։ Պարզ էր, որ իր առաջխաղացումն ալիքներ էր բարձրացրել ընկերության հիերարխիկ կառուցվածքում, որ Վարդանը ներքին դիմադրության էր բախվում իր գործողությունների համար։ Երեկոյան ժամը 7-ի մոտակայքում, երբ աշխատագիցների մեծ մասն արդեն գնացել էր, ներքին հեռախոսը զանգեց։ Անի, դեռ այստեղ ես։ Վարդանն էր։ Այո։ Ինչո՞։ Կարող եմ իջնել։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Մի քանի րոպե անց նա հայտնվեց նրա գրասենյակի դռան մոտ։ Հոգնած տեսք ուներ, նրա դեմքին կար մի լարվածություն, որը նա նախկինում չէր տեսել։ Ինչպես անցավ հանդիպումն Արամի հետ այսօր, հարցրեց նա նստելով նրա սեղանի դիմացի աթոռին։ Դուք գիտեիք։ Արամն ինձ տեղեկացրել էր, որ ուզում է խոսել քեզ հետ։ Չէր ասել, թե ինչի մասին, բայց կարող եմ պատկերացնել։
Վարդանը ձեռքով սրբեց մազերը։ Նա գոհ չէ այն փոփոխություններից, որոնք ես իրականացնում եմ։ Նա կարծում է, որ դուք հապճեպ եք գործում, ասաց Անին, եւ ակնարկեց, որ իմ առաջխաղացումն անկանոն է եղել։ Վարդանը մի պահ լռեց նայելով պատուհանից դուրս գտնվող քաղաքին, որը փայլում էր գիշերային լույսերի տակ։ Անի, պետք է քեզ մի բան ասեմ։ Արամը մյուս տնօրենները ճնշում են գործադրում տնօրենների խորհրդի վրա չեղարկելու իմ կատարած որոշ փոփոխությունները, ներառյալ քո առաջխաղացումը։ Անիի սիրտը վայր ընկավ։ Իսկ նրանք դրա իրավունքն ունեն։ Տեխնիկապես այո։ Եթե բավարար ձայներ հավաքեն խորհրդում։ Վարդանը նայեց նրան ուղիղ։ Բայց դա առանց պայքարի չի լինի։ Ինչո՞ւ եք դուք ռիսկի ենթարկում ձեր դիրքն իմ պատճառով։ Հարցն ավելի խոցելի հնչեց, քան Անին նախատեսում էր։ Վարդանը վեր կացավ քայլեց դեպի պատուհանը։ Որովհետև այն, ինչ պատահեց քեզ հետ, ներկայացնում է այն ամենը, ինչը սխալ է այս ընկերությունում։ Եթե մենք չենք կարողանում պաշտպանել տաղանդավոր աշխատակիցներին գոռումպացված ղեկավարներից, եթե չենք կարողանում ճանաչել արժանինքները, ուրեմն մենք արժանի չենք առաջնորդելու։ Դա չի պատասխանում իմ հարցին։ Նա շրջվեց դեպի նրան։ Ոչ, չի պատասխանում։ Նա երկար դադար տվեց։ Ճշմարտությունն այն է, որ երբ տեսա քո գործը, երբ հասկացա, թե ինչի միջով ես անցել, զգացի մի բան, որը վաղուց չէի զգացել։ Իրական բարկություն։ Ոչ թե կորպորատիվ բարկություն թվերի կամ շահույթի մասին, այլ մարդկային բարկություն անարդարության մասին։ Անին լուր զննեց նրան։ Նրա բարերի անկեղծության մեջ ինչ-որ բան կար, որը նրան խորապես հուզեց։ Իսկ հիմա, հարցրեց նա, հիմա դու շարունակում ես անել այն բացառիկ աշխատանքը, որն անում ես։ Կորպորատիվ քաղաքականությունը թող ինձ վրա։ Վարդան, մեղմիկ ասաց Անին, իսկ եթե նրանց հաջողվի, չեղարկել իմ առաջխաղացումը։ Իսկ եթե չի հաջողվի։ Նրա ձայնի մեջ երկաթյա վճռականություն կար։ Ես երաշխավորում եմ։ Նրանք մի քանի պահ լռեցին, իրավիճակի ծանրությունը կախված էր նրանց միջ։ Կընտրես ինձ հետ, հանկարծակի հարցրեց Վարդանը։ Ինչ։ Ընթրիք։ Դու ես։ Ոչ թե աշխատանքային հանդիպում, ոչ թե կորպորատիվ քննարկում։ Պարզապես։ Ընթրիք։ Անին տատանվեց։ Ընդունելը կնշանակեր անցնել մի սահման, որը նա զգուշորեն պահպանել էր իր առաջխաղացման սկզբից։ Չգիտեմ արդյոք դա լավ գաղափար է, ասաց նա։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև մարդիկ արդեն խոսում են։ Եթե մեզ միասին ընտրելիս տեսնեն։ Մարդիկ միշտ էլ խոսում են, ընդհատեց Վարդանը։ Հարցն այն է արդյոք մենք ապրելու ենք մեր կյանքը հիմնվելով նրանց ասածների վրա։ Անին նայեց նրան տեսնելով ոչ թե հզոր գործադիր տնօրենին, այլ մի տղամարդու, որն անկեղծորեն հետաքրքրված էր իրեն ավելի լավ ճանաչելով։ Լավ, ասաց նա վերջապես։ Բայց ինչ որ անգատ վայրում։ Վարդանը ժպտաց առաջին անկեղծ ժպիտը, որ նա տեսել էր նրանից ծանոթությունից ի վեր։ Մի հիանալի տեղ գիտեմ։ Ռեստորանը, որը նա ընտրել էր, գտնվում էր Կասկադի մոտակայքում հեռու ֆինանսական կենտրոնից, որտեղ նրանց կարող էին ճանաչել։ Այն փոքր էր, հարմարավետ, փայտե սեղաններով մեղմ լուսավորությամբ։ Ոչ մի ընդհանուր բան չուներ այն կորպորատիվ վայրերի հետ, որտեղ Անին պատկերացնում էր, որ Վարդանի նման տնօրենները սովորաբար ընտրում են։ Ինչպես եք ճանաչում այս վայրը, հարցրեց նա, երբ նստեցին անկյունային սեղանի շուրջ։ Ուսանողական տարիներին հաճախ էի գալիս այստեղ, պատասխանեց Վարդանը։ Երբ դեռ կառավարման ֆակուլտետի աղքատ ուսանող էի, փորձում էի տպավորություն թողնել աղջիկների վրա իմ ունեցած քիչ գումարով։ Անին ծիծաղեց։ Դժվար է ձեզ աղքատ պատկերացնել։ Ես միշտ չէ, որ եղել եմ Վարդան Մինասյանը Ալյանս գրուպի տնօրենը, ասաց նա ինքնահեգնանքով։ Եղել եմ պարզապես Վարդանը, մի տղա, ում հայրը մեխանիկ էր, իսկ մայրը գրասենյակներ էր մաքրում, որպեսզի վճարի իմ անգլերենի դասերի համար։ Բացահայտումը զարմացրեց նրան։ Նա ենթադրել էր, որ նա արտոնյալ ընտանիքից է, ինչպես իր ճանաչած բարձրաստիճան ղեկավարների մեծ մասը։ Ինչպես հասակ այնտեղ, որտեղ հիմա եք, հարցրեց նա։ Աշխատանք, ուսում, որոշակի հաջողակ պահեր շատ դժվար ընտրություններ ճանապարհին։ Վարդանը մի գում գինի խմեց։ Իսկ դուք, ինչպիսին էր ձեր կյանքը նախքան Ալյանս գրուպը։ Անին պատմեց իր ինժեներական ուսումնառության մասին, այն մասին, թե ինչպես հանդիպեց ամուսնուն համալսարանում, այն երազանքների մասին, որ նրանք կիսում էին միասին կյանք կառուցելու վերաբերյալ։ Պատմեց, թե ինչպես ամեն ինչ փոխվեց, երբ նա հիվանդացավ, ինչպես ինքը ստիպված եղավ թողնել իր ասպիրանտական ծրագրերը նրան հետո մանեին խնամելու համար։ Պետք է որ շատ դժվար եղած լիներ, մեղմիկ ասաց Վարդանը։ Եղել է։ Բայց դա նա ինձ սովորեցրեց, որ ես ավելի ուժեղ եմ, քան պատկերացնում էի։ Անին խաղաց ափսեի մեջ եղած ուտելիքի հետ։
Երբեմն կարծում եմ, որ նա կհպարտանար նրանով, թե ուր եմ հասել։ Համոզված եմ, որ կհպարտանար։ Նրանք խոսեցին ավելի քան 2 ժամ հայտնաբերելով զարմանալի ընդհանուր կետեր։ Երկուսն էլ մեծացել էին աշխատավոր ընտանիքներում, երկուսն էլ կրթությունը գնահատում էին ամեն ինչից վեր, երկուսն էլ բարդ հարաբերություններ ունեին ֆինանսական հաջողության հետ։ Կարող եմ մի անձնական հարց տալ, ասաց Անին, երբ նրանք կիսում էին աղանդերը։ Իհարկե։ Ինչո՞ւ դուք երբեք չեք ամուսնացել։ Ոչ թե որ դա իմ գործն է, արագ հավելեց նա։ Վարդանը ժպտաց։ Երբեք չեմ հանդիպել մեկին, ով կստիպեր ինձ դադարեցնել վազքը դեպի հաջորդ մասնագիտական նպատակը այնքան ժամանակ, որպեսզի կառուցեմ ինչ-որ իրական բան։ Իսկ հիմա։ Նա նայեց նրան ուղիղ աչքերի մեջ։ Հիմա սկսում եմ հարց տալ ինքս ինձ, արդյոք այդ բոլոր մասնագիտական նպատակները որե արժեք ունեն, եթե չկա մեկը, ում հետ կարող ես կիսել դրանք։ Անին զգաց, որ սիրտն արագանում է։ Նրա հայացքի ինտենսիվության մեջ ինչ-որ բան կար, որը ստիպում էր իրեն զգալ այնպես, կարծես ինքը միակ մարդն էր ռեստորանում, գուցե նա աշխարհում։ Վարդան, սկսեց նա, բայց նա մեղմորեն բարձրացրեց ձեռքը։ Պետք չէ հիմա ոչինչ ասել։ Պարզապես մտածեք այդ մասին։ Երբ նա ուշ երեկոյան նրան տուն հասցրեց, Անին կանգնած մնաց բնակարանի պատուհանի մոտ հետելով նրա մեքենայի լույսերին, մինչ դրանք անհետացան փողոցում։ 3 տարվա մեջ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կրկին ունենալ ինչ-որ մեկին իր կյանքում։ Բայց այդ հնարավորության հետ եկավ նա վախը։ Վախ վիրավորվելուց, վախ մանեին վիրավորելուց, վախ, որ այս ամենը պարզապես մի պատրանք էր, որը կանհետանար նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Ընթրիքից 2 շաբաթ անց Ալյանս գրուպում իրավիճակը կտրուկ սրվել էր։ Անին ամեն օր աշխատանքի էր գնում զգալով, կարծես քայլում է բարակ սառույցի վրայով։ Գործընկերների հայացքները հետաքրքրության վիրավորանքի խառնուրդ էին, իսկ շուկները կտրուկ դադարում էին, երբ նա հայտնվում էր։ Վերջին գաթիլը եղավ 5-շաբթի առավոտյան։ Անուշը մոտեցավ Անի սեղանին մի արտահայտությամբ, որը խառնում էր շփոթմունքն ու չարությունը։ Անի, պետք է քեզ մի բան ասեմ։ Մարդիկ խոսում են քո Վարդանի մասին։ Ինչ տեսակի խոսակցություններ։ Անուշն իջեցրեց ձայնը դավադրաբար։ Ինչ որ մեկը ձեզ տեսել է անցյալ շաբաթ միասին ընթրելիս։ Ռոմանտիկ ռեստորանում։ Եվ հիմա բոլորն ասում են, որ քո առաջխաղացումը ոչ թե արժանինքների համար էր, այլ… Անիի սիրտը խառնեց։ Ո՞վ է դա ասել։ Բոլորն են խոսում։ Ասում են, որ դուք անձնական հարաբերություններ ունեք, դրա համար է նա քեզ առաջ քաշել։ Անուշն էլ ավելի մոտեցավ։ Անի, որպես ընկերուհի պետք է հարցնեմ, դա ճիշտ է։ Դա ոչ մեկի գործը չէ, սառնորեն պատասխանեց Անին։ Գուցե մեր գործը չէ, բայց դա ազդում է այն բանի վրա, թե ինչպես են քեզ տեսնում մասնագիտական առումով։ Ոմանք ասում են, որ պաշտոնական բողոք են ներկայացնելու կադրերի բաժին։ Օրվա մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Անին փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց յուրաքանչյուր ծիծաղ, որ լսում էր միջանցքում, յուրաքանչյուր խոսակցություն, որ դադարում էր նրա մոտենալիս, ստիպում էր նրան զգալ, կարծես իրեն հրապարակայնորեն մասնատում են։ Կեսօրից հետո նա հրավիրվեց հրատապ հանդիպման կադրերի բաժին։ Նրա սիրտը գրեթե կանգ առավ, երբ տեսավ, թե ովքեր են սենյակում։ Կադրերի բաժնի տնօրեն Աննա Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը խորհրդի 2 անդամներ, որոնց նա անձամբ չէր ճանաչում։ Անի, նստեք, ասաց Աննան ստիպված ժպիտով։ Մենք որոշ մտահոգություններ ենք ստացել պարոն Մինասյանի հետ ձեր հարաբերությունների վերաբերյալ։ Ինչպիսի մտահոգություններ։ Արամը գրացավ առաջ։ Մտահոգություններ մասնագիտական պատշաճության վերաբերյալ։ Այն մասին, թե արդյոք ձեր առաջխաղացումը հիմնված է եղել արժանինքների, թե այլ գործոնների վրա։ Իմ առաջխաղացումը հիմնված է եղել 4 տարվա օրինագելի աշխատանքի վրա, որը համակարգված կերպով անտեսվել է իմ նախկին ղեկավարի կողմից, պատասխանեց Անին ձայնը հաստատուն պահելով։ Ոչ ոք չի կասկածում ձեր աշխատանքին, դիվանագիտորեն ասաց Աննան։ Բայց հարցեր են առաջացել անպատշաճության տպավորության վերաբերյալ։ Աշխատակցի նրա անմիջական ղեկավարի միջ անձնական հարաբերությունները կարող են շահերի բախում ստեղծել։ Անձնական հարաբերություններ չկան, ստեց Անին։ Վկաներն այլ բան են ասում, հակադարձեց Արամը։ Ձեզ տեսել են միասին ընթրելիս ակնհայտորեն ոչ մասնագիտական միջավայրում։ Անին վեր կացավ։ Ամենայն հարգանքով իմ անձնական կյանքն այս ընկերության գործը չէ, քանի դեռ այն չի խանգարում իմ մասնագիտական գործունեությանը։ Բայց խանգարում է, առաջին անգամ խոսեց խորհրդի անդամներից մեկը։ Խանգարում է մեր գազམ་ակերպչական կառուցվածքում արդարության թափանցիկության ընկալմանը։ Ինչ եք դուք առաջարկում։ Աննան հայացքներ փոխանակեց մյուսների հետ։ Մենք առաջարկում ենք, որ գուցե բոլոր ներգրավվածների համար ավելի լավ լինի,
եթե դուք մտածեք այլ բաժին տեղափոխվելու մասին։ Կամ գուցե ժամանակավոր արձակուրդ վերցնեք, քանի դեռ մենք լուծում ենք այս հարցերը։ Դուք ինձ պատժում եք մի բանի համար, որը ես նույնիսկ չեմ հաստատել, որ գոյություն ունի։ Դա պատիժ չէ, սառնորեն ասաց Արամը։ Դա ռիսկերի կառավարում է։ Անին դուրս եկավ հանդիպումից բարկությունից նվաստացումից տողալով։ Ամեն ինչ փլուզվում էր։ Նրա համբավը, պաշտոնը, արժանապատվությունը այն ամենը, ինչ նա նվաճել էր, կասկածի տակ էր դրվում բամբասանքների ակնարկների հիման վրա։ Վերադարձավ իր գրասենյակ, գտավ Վարդանին, որն սպասում էր իրեն։ Նա մի հայացք նետեց Անիի դեմքին, անմիջապես փակեց դուռը։ Ինչ է պատահել։ Անին պատմեց ամեն ինչ բամբասանքները, հանդիպումը գադրերի բաժնում, տեղափոխման առաջարկը։ Յուրաքանչյուր բարի հետ Վարդանի դեմքն ավելի էր մտնում։ Նրանք չեն կարող դա անել, ասաց նա, երբ Անին ավարտեց։ Կարող են, անում են։ Անին ձանր նստեց իր աթոռին։ Վարդան, գուցե նրանք ճիշտ են։ Գուցե ես այստեղ եմ սխալ պատճառներով։ Դու այստեղ ես, որովհետև արժանի ես այստեղ լինելուն, հաստատակամ ասաց նա։ Եվ ես թույլ չեմ տա նրանց կործանել քո կարիերան բամբասանքների հիման վրա։ Իսկ ինչ կարող ես անել։ Եթե անմիջապես միջամտես, միայն կհաստատես այն, ինչ նրանք ասում են մեր մասին։ Վարդանը երկար ժամանակ լռեց, ակնհայտորեն պայքարելով սեփական հիասթափության դեմ։ Չգիտեմ, խոստովանեց նա վերջապես։ Բայց ես մի ելք կգտնեմ։ Այդ գիշեր Անին տուն հասավ հուզականորեն հյուծված։ Սոնան Մանեին վերցրել էր դպրոցից, երկուսով խոհանոցում թխվածքաբլիթներ էին պատրաստում, երբ նա եկավ։ Մամա։ Մանեն վազեց նրան գրգելու, բայց կանգ առավ տեսնելով Անիի դեմքը։ Դու տխո ուր ես։ Մի փոքր, սիրելիս։ Աշխատանքի մեջ դժվար օր էր։ Վարդանը կարող է օգնել։ Նա ասաց, որ գանի այնպես, որ քո աշխատանքն ավելի հանգիստ լինի։ Այդ հարցի պարզությունը գրեթե լացեցրեց Անիին։ Դա բարդ է, Մանե։ Սոնան մոտեցավ, ձեռքը դրեց Անիի ուսին։ Ինչ է պատահել։ Անին պատմեց ամեն ինչ քրոջը, երբ Մանեն գնաց լողանալու։ Սոնան լուր լսում էր, նրա դեմքն ավելի ու ավելի վրդովված էր դառնում։ Սա ծիծաղելի է, բռնկվեց Սոնան, երբ Անին ավարտեց։ Դու տարիներ շարունակ աշխատել ես այս պաշտոնին հասնելու համար։ Նրանք չեն կարող դա քեզնից խլել լուրերի հիման վրա։ Կարող են, եթե ես իրոք կապ ունեմ իմ տնօրենի հետ, մրմնջաց Անին։ Իսկ դու ունես։ Անին տատանվեց։ Չգիտեմ։ Գուցե։ Մեր միջ ինչ-որ բան կա, բայց չգիտեմ դա իրական է, թե։ Ես շփոթում եմ երախտագիտությունը հրապուրանքի հետ։ Իսկ նա ինչ է զգում։ Ասում է, որ ինչ-որ բան է զգում իմ հանդեպ։ Բայց ինչպես կարող եմ վստահ լինել, որ դա պարզապես մեղքի զգացում կամ պատասխանատվություն չէ։ Սոնան նստեց քրոջ կողքին։ Անի, դու 3 տարի միայնակ վերակառուցել ես քո կյանքը։ Մեծացրել ես Մանեին, պահել ես աշխատանքդ, ուժեղացել ես այնպես, որ ես նույնիսկ չէի պատկերացնում։ Դու արժանի ես երջանիկ լինելու։ Եվ արժանի ես մեկին, ով քեզ կգնահատի։ Բայց իսկ եթե ես ռիսկի եմ ենթարկում այն ամենը, ինչ նվաճել եմ մի զգացմունքի համար, որը գուցե նույնիսկ իրական չէ։ Նախքան Սոնան կկարողանար պատասխանել, նրանք լսեցին Մանեի ձայնը հյուրասենյակից։ Երկուսով վազեցին տեսնելու, թե ինչ է կատարվում, գտան աղջկան բազմոցին գծկված փորը բռնած։ Մամա, ինձ վատ եմ զգում, ասաց Մանեն թույլ ձայնով։ Անին վազեց ստուգելու աղջկան։ Նա գունատ էր տակ, ակնհայտորեն ջերմություն ուներ։ Սոնա, կարող ես մեզ հիվանդանոց տանել։ Կարծում եմ ավելի լավ է ռիսկի չդիմել։ Մոտակա Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը լեփ-լեցուն էր, ինչպես միշտ։ Նրանք ժամեր անցկացրեցին ընդունարանում։ Բժիշկը վերջապես ընդունեց նրան գեսգիշերին մոտ, ախտորոշեց վիրուսային ինֆեկցիա, որը հսկողության կարիք ուներ։ Անին հոգնած էր մտահոգված, երբ վերջապես տուն վերադարձան առավոտյան ժամը 3-ին։ Մանեն քնել էր մեքենայում, նա ներս տարավ նրան Սոնայի օգնությամբ։ Այսօր ես այստեղ կմնամ, ասաց Սոնան։ Դու պետք է գնաս աշխատանքի, իսկ ինչ-որ մեկը պետք է խնամի նրան։ Չգիտեմ, կարող եմ գնալ աշխատանքի իմանալով, որ նա հիվանդ է։ Անի, դու չես կարող ավելի շատ օրեր կորցնել։ Ոչ հիմա, այս ամենի մեջ։ Սոնան ճիշտ էր, բայց հիվանդ Մանեին թողնելու միտքը աշխատավայրում հերթական լարված օրվան դիմակայելու համար։ Անին ստիպեց զգալ իրեն երկու անհնարին պատասխանատվությունների արանքում սեղմված։ Առավոտյան Մանեի ջերմությունը ստուգելուց հետո Անին պատրաստվեց աշխատանքի գնալ։ Մանեն մի փոքր լավ էր, բայց դեռ թույլ էր։ Մամա, դու պետք է գնաս, հարցրեց Մանեն թույլ ձայնով։ Պետք է, սիրելիս։ Բայց Սոնա մորաքույրը կմնա քեզ հետ, ես շուտ կվերադառնամ։ Խոստանում ես։ Խոստանում եմ։
Բայց երբ հասավ գրասենյակ, Անին հասկացավ, որ այդ խոստումը կատարելն անհնար կլինի։ Բաժնում սկսվել էր արտաքին աուդիտ կապված կառուցվածքային վերջին փոփոխությունների հետ։ Նա պետք է ողջ օրն անցկացներ հարցերին պատասխանելով, փաստաթղթեր տրամադրելով։ Կեսօրին Սոնան զանգեց։ Մանեի վիճակը վատացել էր, նրանք պետք է վերադառնային հիվանդանոց։ Անին բացատրեց իրավիճակն Աննա Հովհաննիսյանին, խնդրեց թույլտվություն գնալու համար։ Անի, հասկանում եմ, որ սա ընտանեկան արտակարգ իրավիճակ է, բայց դուք այսօր գնահատվում եք արտաքին թիմի կողմից։ Գործընթացի գեսից հեռանալը լավ տպավորություն չի թողնի։ Աղջիկս հիվանդ է։ Դա ավելի կարևոր է, քան ցանկացած գնահատում։ Իհարկե, բայց դուք պետք է հասկանաք, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել, հատկապես հաշվի առնելով վերջին հանգամանքները։ Անին հասկացավ, որ իրեն ստիպում են ընտրություն կատարել լավ մայր լինելու, իր մասնագիտական դիրքը պահպանելու միջ։ Իրավիճակի անարդարությունը նրան ստիպեց զգալ մի բարկություն, որը նա չէր զգացել Գագիկի հետ ունեցած վատագույն օրերից ի վեր։ Ես գնում եմ, հաստատակամ ասաց նա։ Աղջիկս իմ գարիքն ունի։ Անի, եթե դու հիմա գնաս, ուրեմն թող այդպես լինի։ Նա վերցրեց պայուսակը, դուրս եկավ գրասենյակից, անտեսելով գործընկերների հետաքրքրասեր հայացքները։ Վերելակում միայնակ, նա վերջապես թույլ տվեց արցունքներին հոսել։ Նա զգում էր, որ գործնում է այն ամենը, ինչ նվաճել էր, բայց չէր կարող պատկերացնել այլ ընտրություն կատարելը։ Երբ հասավ հիվանդանոց, տեսավ Մանեին փոքրիկ ու գունատ ընդունարանի մահճակալին, հասկացավ, որ ճիշտ որոշում է կայացրել։ Աշխատանք, կարիերա, առաջխաղացումներ, դրանցից ոչ մեկն այլս նշանակություն չուներ այդ աղջնակի համեմատ, որն իր կարիքն ուներ։ Մինչ նա բռնել էր Մանեի փոքրիկ ու տաք ձեռքը, Անին նայեց հիվանդասենյակի պատուհանից, տեսավ գիշերային քաղաքը։ Յուրաքանչյուր լույս ներկայացնում էր մի կյանք, մի ընտանիք, մարդկանց, որոնք բախվում էին իրենց սեփական դժվարություններին։ Տարիներ շարունակ նա իրեն լիովին միայնակ էր զգացել իր պայքարում։ Բայց հիմա հասկանում էր, որ այլս միայնակ չէր, դա նրան նույնքան վախեցնում էր, որքան սփոփում։ Բուժքույրը ներս մտավ Մանեի վիճակը ստուգելու համար, Անին օգտվեց առիթից դուրս գալու միջանցք։ Նրան պետք էր մի պահ շնչելու մարսելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին շաբաթների ընթացքում։ Նրա կյանքն այնքան արագ էր փոխվել, որ երբեմն նրան թվում էր, թե ինքն ուրիշի կյանքով է ապրում։ Նա մտածեց այն գնոջ մասին, որն ինքն էր ընդամենը 2 ամիս առաջ։ Մի անտեսանելի աշխատակցուհի, որն ուշ ժամերի աշխատում էր մի գրասենյակում, որտեղ ոչ ոք չէր գնահատում նրա ներդրումները, տուն էր վերադառնում այնքան հոգնած, որ չէր կարողանում Մանեին տալ այն ուշադրությունը, որին նա արժանի էր։ Այդ կինն այժմ օտար էր թվում։ Բայց բոլոր դրական փոփոխությունների համար երախտագիտության հետ մեկտեղ գալիս էր նա խոցելիության մշտական զգացողությունը։ Իսկ եթե ամեն ինչ խլվեր իրենից նույնքան արագ, որքան հայտնվել էր։ Իսկ եթե Վարդանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ կասկածները միայն ինչ-որ ավելի մեծ բանի սկիզբն էին։ Իսկ եթե ինքը միամիտ էր վստահելով, որ ամեն ինչ կարող է իրոք փոխվել։ Սոնան հայտնվեց միջանցքում, ձեռքին սենդվիչներ սուրճ։ Ինչպես է նա, հարցրեց նա տաք սուրճը մեկնելով Անին։ Ավելի լավ, բժիշկն ասաց, որ ջերմությունն իջնում է։ Անին միգում սուրճ խմեց, զգաց ջերմությունը։ Սոնա, ես ամեն ինչ փչացրի։ Ինչ իմաստով։ Աուդիտի ժամանակ հեռացա աշխատանքից։ Ես նրանց տվեցի հենց այն զենքը, որն իրենց պետք էր իմ նվիրվածությունը կասկածի տակ դնելու համար։ Սոնան նստեց քրոջ կողքին միջանցքի անհարմար նստարանին։ Անի, դու մայր ես։ Ցանկացած մայր նույնն կաներ։ Ցանկացած մայր խոշոր ընկերությունում վերահսկողի պաշտոն տնօրենի հետ բարդ հարաբերություններ չունի։ Բարդ հարաբերություններ։ Սոնան բարձրացրեց հոմքը։ Ինչքան տեսնում եմ, սա աշխարհի ամենապարզ հարաբերությունն է։ Դուք իրար սիրում եք, հարգում եք, ուզում եք միասին լինել։ Բարդը մյուս մարդիկ են։ Անին գլուխը հենեց ձեռքերին։ Իսկ եթե ես կործանում եմ, նրա կարիերան։ Արամ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ Վարդանին կասկածի տակ են դնում իմ պատճառով կայացրած որոշումների համար։ Իսկ դու կարծում ես նա դա չգիտեր, երբ ընտրեց քեզ օգնելը։ Գուցե նա չէր պատկերացնում, որ ամեն ինչ այդքան հեռուն կգնա։ Սոնան շրջվեց քրոջ կողմը։ Կամ գուցե նա հստակ գիտեր ռիսկերը, որոշեց, որ դա արժե։ Անի, երբ է եղել վերջին անգամ, որ ինչ-որ մեկը պայքարել է քեզ համար։ Այդ հարցը հարվածեց Անիին։ Նա փորձեց հիշել, հասկացավ, որ չի կարողանում մտաբերել մի դեպք ամուսնու գորստից հետո, երբ ինչ-որ մեկն անգեղծորեն իր բարեկեցությունը վեր էր դասել սեփական գարիքներից։ Դա է այն, ինչն ինձ վախեցնում է, շնջաց նա։ Իսկ եթե ես չկարողանամ փոխհատուցել։ Իսկ եթե ես այնքան ուժեղ չլինեմ, որ լինեմ այն մարդը, որը նա կարծում է, թե ես եմ։ Անի, մեղմիկ ասաց Սոնան,
Դու գրեթե միայնակ հրաշալի աղջիկ ես մեծացրել, մինչդեռ կարիերա ես կառուցել թշնամական միջավայրում։ Դու իմ ճանաչած ամենաուժեղ մարդկանցից մեկն ես։ Խնդիրն այն է, որ դու այնքան ժամանակ ես անցկացրել քեզ պաշտպանելով, որ մոռացել ես, թե ինչպես ընդունել օգնությունը։ Նախքան Անին կկարողանար պատասխանել, նրանք Մանեի սենյակից ձայն լսեցին։ Վազեցին տեսնելու գտան աղջկան արթուն, կամաց լաց լինելիս։ Մամա, Մանեն ձեռքերը մեկնեց, երբ տեսավ Անիին։ Վատ երազ տեսա։ Երազումս դու գնացիր ու էլ չվերադարձար։ Անին սեղմեց աղջկան գրծքին զգալով սեփական արցունքները։ Ես քեզ երբեք չեմ թողնի, սիրելիս։ Երբեք։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Իսկ Վարդանը։ Նա էլ չի գնա։ Դստեր հարցը արձագանքեց Անիի սեփական վախերին։ Ինչո՞ւ ես դա հարցնում, Մանե։ Որովհետ նա ինձ դուր է գալիս։ Եվ որովհետ դու երջանիկ ես լինում, երբ նա մոտիկ է։ Դու վաղուց երջանիկ չէիր եղել։ Անին հասկացավ, որ իր դուստրը նկատել էր մի բան, որն ինքը դեռ դժկամությամբ էր ընդունում, որ Վարդանը հետ էր բերել իր մի մասնիկը, որը գորել էր վերջին 3 տարիների ընթացքում։ Մի մասնիկ, որն ինքնաբուխ ժպտում էր, երազում էր ապագայի մասին, հավատում էր, որ արժանի է լավ բաների։ Մանե, ասաց նա զգուշությամբ, երբեմն մեծահասակները պետք է որոշ բարդ հարցեր լուծեն, նախքան ապագայի մասին խոստումներ տալը։ Բայց դուք կլուծեք, չէ։ Որովհետ ես ուզում եմ, որ Վարդանը մնա մեզ հետ։ Մենք կփորձենք, սիրելիս։ Շատ կփորձեք։ Անին ժպտաց արցունքների միջից։ Շատ կփորձենք։ Մանեն ավելի ամուր փաթաթվեց մորը։ Լավ։ Ես քեզ վստահում եմ։ Դստեր բացարձակ վստահությունը միաժամանակ նվեր էր պատասխանատվություն, որը ծանրացել էր Անիի սրտին։ Նա 3 տարի անցկացրել էր Մանեին հիասթափություններից, անկայունությունից պաշտպանելով։ Հիմա, առաջին անգամ, նա մտածում էր իրենց կյանքը բացել ավելի մեծ երջանկության հնարավորության համար, բայց նա ավելի մեծ ցավի ռիսկի համար։ Ավելի ուշ, երբ Մանեն գրգին քնեց, Անին նստած մնաց մահճակալի գողքի աթոռին նայելով դստեր հանգիստ դեմքին։ Աղջնակը ժառանգել էր հոր նուրբ դիմագծերը, բայց ուներ Անիի համար վճռականությունը։ Նա տոկուն երեխա էր, որը հարմարվել էր իր կյանքի փոփոխություններին գորուստներին այնպիսի շնորհով, որը երբեմն ստիպում էր Անիին խոնարհվել։ Հեռախոսը թրթրաց պայուսագի մեջ։ Հաղորդագրություն Վարդանից, ինչպե՞ս եք։ Մտածում եմ ձեր երկուսի մասին։ Անին երկար նայեց էկրանին նախքան պատասխանելը։ Մի մասնիկն ուզում էր պատմել ամեն ինչ կադրերի բաժնի հանդիպման մասին, իր վախերի մասին, այն մասին, թե որքան սարսափած էր, որ ամեն ինչ կփլուզվի։ Բայց մյուս մասնիկը նա, ով սովորել էր ուժեղ լինել անհրաժեշտությունից դրդված, տատանվեց այդքան խոցելիություն ցույց տալու հարցում։ Վերջապես նա գրեց պարզ պատասխան. Մանեն ավելի լավ է։ Շնորհակալություն այսօր գալու համար։ Նրա պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Ես միշտ այստեղ կլինեմ, երբ ձեր կարիքը լինի։ Դա խոստում է։ Անին թաքցրեց հեռախոսը, վերադարձավ Մանեին հետելուն։ Պատուհանից նա տեսնում էր լուսաբացի առաջին լույսերը, որոնք սկսում էին բարձեցնել երկինքը։ Մի նոր օր էր սկսվում լի անորոշություններով, հնարավորություններով։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ անց, չնայած բոլոր վախերին, Անին իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է իրոք լավ լինել։ Բայց մինչ նա բռնել էր դստեր ձեռքը, Անին չէր կարողանում ազատվել այն զգացողությունից, որ իր կյանքը կրկին փլուզվում էր։ Այս անգամ նա չգիտեր արդյոք ուժ կունենար վերակառուցելու համար։ Անին հաջորդ 6 ժամն անցկացրեց հիվանդանոցում, հերթագայելով բժիշկների հետ խոսակցությունները Մանեի մահճակալի մոտ անցկացրած պահերը։ Ինֆեկցիան ավելի լուրջ էր, քան սկզբում ախտորոշվել էր, աղջնակը պետք է մնար հիվանդանոցում առնվազն 2 օր հսկողության տակ։ Սոնան եկավ մաքուր հագուստով ուտելիքով, բայց Անին հազիվ էր կարողանում մտածել ուտելու մասին։ Նրա միտքը բաժանված էր դստեր հանդեպ մտահոգության աշխատավայրում կատարվողի շուրջ տագնապի մեջ։ Գիտեր, որ աուդիտի ժամանակ իր բացակայությունը կմեկնաբանվեր որպես անպատասխանատվություն, բայց չէր կարողանում զղջալ իր կատարած ընտրության համար։ Գրեթե երեկո էր, երբ նա նկատեց տարօրինակ շարժում հիվանդասենյակի դրսում։ Բուժքույրերը շշնջում էին իրար հետ, նայում դեպի գլխավոր միջանցքը։ Անին դուրս եկավ տեսնելու, թե ինչ է կատարվում, գրեթե սայթաքեց, երբ տեսավ Վարդան Մինասյանին, որը քայլում էր իր ուղղությամբ ձեռքին գունավոր ծաղիկների փունջ մի թավշյա արջուկ։ Ինչպես իմացաք, սրանք էին առաջին բառերը, որ նա կարողացավ ասել։ Սոնան զանգեց ինձ, պարզ պատասխանեց նա։ Ասաց, որ Մանեն հիվանդանոցում է, որ դուք աջակցության կարիք ունեք։ Դուք չպետք է այստեղ լինեիք։ Արդեն բավականաչափ բամբասանքներ կան մեր մասին։ Վարդանը կանգ առավ նրա դիմաց, նայեց ուղիղ աչքերի մեջ։ Անի, դու իրոք կարծում ես, որ ինձ հետաքրքրում են բամբասանքները, երբ քո աղջիկը հիվանդ է։
Նրա ձայնի անգեղծության մեջ ինչ-որ բան ստիպեց Անի դիմադրությանը սկսել փլուզվել։ Վարդան, կարող եմ տեսնել նրան։ Անին գլխով արեց նրան ներս տարավ։ Մանեն արթուն էր, թույլ խաղում էր գունավորման գրքով, որը Սոնան էր բերել։ Երբ տեսավ Վարդանին, նրա աչքերը փայլեցին։ Վարդան, դու եկել ես ինձ տեսնելով։ Իհարկե եկել եմ, ասաց նա նստելով մահճակալի գողքի աթոռին։ Քեզ համար որոշ բաներ եմ բերել։ Այս արջուկն այստեղ մի քիչ տխուր է թվում։ Կարծում եմ նրան պետք է մեկը, ով քաչ է իրեն խնամելու համար։ Մանեն սեղմեց արջուկին կրծքին։ Նա սիրուն է։ Ինչպես իմացաք, որ ես հիվանդ եմ։ Քո Սոնա մորաքույրն ինձ պատմեց։ Եվ ես ուզեցի գալ այստեղ համոզվելու համար, որ դու լավ կլինես։ Դուք մտահոգված եք թվում, նկատեց Մանեն երեխաներին հատուկ սուր ընկալմամբ։ Վարդանը ժպտաց, բայց Անին տեսնում էր լարվածությունը նրա ուսերին։ Մի փոքր մտահոգված եմ։ Բայց դա նրանից է, որ ես շատ եմ հոգում քո մայրիկիդ մասին։ Մենք էլ ենք հոգում ձեր մասին, բնականորեն ասաց Մանեն։ Այդպես չէ, մամա։ Անին զգաց, որ սիրտը սեղմվում է։ Այո, սիրելիս։ Մենք հոգում ենք։ Վարդանը մնաց 2 ժամ պատմություններ պատմելով Մանեին ստիպելով նրան ծիծաղել, չնայած նա իրեն վատ էր զգում։ Անին հետում էր նրանց շփմանը հասկանում, թե որքան բնական էր ամեն ինչ թվում։ Կարծես նա ընտանիքի մի մասնիկն էր, որը միշտ եղել էր այնտեղ։ Երբ Մանեն վերջապես քնեց, Վարդանն ու Անին դուրս եկան միջանցք։ Ինչպիսին է իրավիճակն աշխատավայրում, հարցրեց նա վախենալով պատասխանից։ Բարդ է, խոստովանեց Վարդանը։ Արամն օգտագործել է քո այսօրվա բացակայությունը էլ ավելի կասկածի տակ դնելու քո նվիրվածությունը ընկերությանը։ Ճնշում է գործադրում խորհրդի վրա քո պաշտոնի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Անին հենվեց պատին զգալով, կարծես աշխարհը փլուզվում է։ Ինձ հեռացնելու են, չէ։ Միայն իմ դիակի վրայով, ասաց Վարդանը մի երկաթյա վճռականությամբ, որը զարմացրեց նրան։ Վարդան, դու չես կարող շարունակել ռիսկի ենթարկել քո սեփական դիրքն իմ պատճառով։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետ Անին պայքարեց բարեր գտնելու համար։ Որովհետ ես չգիտեմ արդյոք ես դրան արժանի եմ։ Վարդանը մոտեցավ նրան ձեռքերը մեղմորեն դնելով նրա ուսերին։ Նայիր ինձ, Անի։ Նա դժգամությամբ բարձրացրեց աչքերը հանդիպելու նրա հայացքին։ Դու արժանի ես ցանկացած ռիսկի, որը ես կարող եմ վերցնել, մեղմիկ ասաց նա։ Ոչ միայն որպես մասնագետ, թե դու բացառիկ ես քո գործում, այլ որպես մարդ, որպես մայր, որպես իմ ճանաչած ամենաուժեղ վճռական գինը։ Վարդան, թույլ տուր ավարտեմ։ Ես ողջ կյանքս անցկացրել եմ կարիերա կառուցելով, իշխանություն միջոցներ կուտակելով, բայց երբեք չեմ հասկացել ինչի համար։ Մինչ հանդիպեցի քեզ Մանեին։ Դուք երկուստ ստիպեցիք ինձ հասկանալ, որ այդ ամենը ոչ մի արժեք չունի, եթե չունենք մարդիկ, ում սիրում են կիսելու համար։ Անին զգաց, որ արցունքներն այրում են աչքերը։ Դու ուզում ես ասել, որ… Ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ։ Եվ սիրում եմ Մանեին։ Եվ եթե դա բարդացնի իմ մասնագիտական կյանքը, ուրեմն թող այդպես լինի։ Կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան կարիերան։ Այն բառերը, որոնք նա վախեցել էր փափագել լսել, վերջապես ասվեցին։ Անին նայեց այդ տղամարդուն, որը հայտնվել էր իր կյանքում որպես փոթորիկ փոխելով ամեն ինչ, հասկացավ, որ ինքը նույնպես սիրահարվել էր նրան։ Ոչ թե նրա պաշտոնի կամ այն ամենի համար, ինչ նա կարող էր առաջարկել, այլ այն բարի վճռական մարդու համար, որին տեսել էր իր դստեր հետ շփվելիս։ Ես էլ եմ քեզ սիրում, շնջաց նա։ Վարդանը մեղմորեն համբուրեց նրան հենց այնտեղ հիվանդանոցի միջանցքում անտարբեր բուժակների հետաքրքրասեր հայացքների հանդեպ։ Դա մի համբույր էր, որը կնքում էր ոչ միայն այն, ինչ նրանք զգում էին միմյանց հանդեպ, այլ միասին դիմակայելու հանձնառությունը։ Հաջորդ առավոտյան Մանեն շատ ավելի լավ էր։ Բժիշկն ասաց, որ նա կարող է դուրս գրվել կեսօրից հետո, եթե բարդություններ չլինեն։ Վարդանը գիշերն անցկացրել էր հիվանդասենյակի աթոռին պնդելով, որ չի ուզում նրանց մենակ թողնել։ Վարդան, ասաց Մանեն, երբ նախաճաշում էր այն փաթիլներով, որոնք նա բերել էր հիվանդանոցի սրճարանից, դու լինելու ես իմ նոր հայրիկը։ Հարցը երկու մեծահասակներին էլ անակնկալի բերեց։ Վարդանը նայեց Անին ակնհայտորեն չիմանալով, թե ինչպես պատասխանել։ Ինչո՞ւ դա հարցրեցիր, սիրելիս, մեղմորեն ասաց Անին։ Որովհետ նա մեզ խնամում է այնպես, ինչպես հայրիկս կխնամեր։ Եվ որովհետ դուք իրար նայում եք նույն ձով, ինչպես դու հայրիկն էիք նայում իրար լուսանկարների մեջ։ Անիի սիրտը սեղմվեց։ Մանեն շատ փոքր էր, երբ հայրը հիվանդացավ, նրանից շատ հիշողություններ չուներ, բայց ըստ ամենայնի պահել էր ինչ-որ հիշողություն այն մասին, թե ինչպես էին իր ծնողները սիրում միմյանց։ Մանե, ասաց Վարդանը զգուշությամբ, դա մի բան է, որը մայրիկդ ես միասին բացահայտում ենք։
Բայց կարող եմ քեզ մի բան խոստանալ, կապ չունի, թե ինչ կպատահի, ես միշտ այստեղ կլինեմ ձեր երկուսի համար, երբ իմ գարիքն ունենաք։ Դա ինձ երջանկացնում է, պարզապես ասաց Մանեն վերադառնալով իր փաթիլներին։ Կեսօրին, մինչ սպասում էին Մանեի դուրսգրմանը, Վարդանի հեռախոսը մի քանի անգամ զանգեց։ Նա անտեսեց առաջին զանգերը, բայց վերջապես պատասխանեց, երբ տեսավ, որ Գայանեն է։ Վարդան, խորհուրդն արդեն 2 ժամ է նիստ է անում։ Արամը հրատապ նիստ է հրավիրել Անիի հետ կապված իրավիճակի շուրջ։ Նրանք ուզում են, որ դուք հիմա այնտեղ լինեք։ Վարդանը նայեց Անիին, որը լսել էր խոսակցությունը։ Ասա նրանց, որ 1 ժամից այնտեղ կլինեմ։ Գնա, ասաց Անին։ Մանեն լավ է, Սոնան արդեն գալիս է մեզ տանելու։ Չեմ ուզում ձեզ թողնել։ Գնա պաշտպանիր քո կարիերան։ Մեզ համար։ Վարդանը տատանվեց, բայց վերջապես համաձայնեց։ Նախքան գնալը, համբուրեց Անին գրացավ համբուրելու Մանեի ճակատը։ Մայրիկիդ լավ գնայես իմ փոխարեն, ասաց նա աղջնագին։ Միշտ էլ նայում եմ, լրջությամբ պատասխանեց Մանեն։ Խորհրդի նիստը Վարդանի կարիերայի ամենալարվածներից մեկն էր։ Արամը պատրաստել էր մի ամբողջական թղթապանակ նրա անպատշաճ վարքագծի կառավարչական անկայունության վերաբերյալ, որն առաջացրել էին նրա որոշումները։ Կային նրանց ընթրիքի լուսանկարները, աշխատագիտների պատմությունները հանկարծակի փոփոխությունների մասին հարցեր Գագիկի հեռացման օրինականության վերաբերյալ։ Վարդան, ասաց խորհրդի նախագահը 70-ամյա մի տղամարդ Արթուր Կարապետյան անունով Գագիկի հետ ազգակցական կապ չուներ, պարզապես ազգանվան համընկնում էր, սրանք լուրջ մեղադրանքներ են։ Ինչ կպատասխանեք։ Վարդանը վեր գացավ քայլեց դեպի նիստերի դահլիճի պատուհանը։ 40-րդ հարկից նա տեսնում էր ողջ քաղաքը։ Մտածեց Անի Մանեի մասին հիվանդանոցում, այն ամենի մասին, ինչի միջով նրանք միասին անցել էին, այն ուժի մասին, որ նրանք ցույց էին տվել։ Կպատասխանեմ, որ այն ամենը, ինչ ես արել եմ, ճիշտ է եղել, ասաց նա շրջվելով դեպի խորհուրդը։ Գագիկ Կարապետյանը գողանում էր ընկերությունից վնասում տաղանդավոր աշխատագիտներին։ Ապացույցները բոլորը փաստաթղթավորված են, կարող են ստուգվել ցանկացած անկախ աուդիտի կողմից։ Ոչ ոք չի կասկածում Գագիկի հեռացմանը, միջամտեց Արամը։ Մենք կասկածի տակ ենք դնում ձեր մեթոդները, ձեր անձնական դրդապատճառները։ Իմ դրդապատճառը եղել է անել այն, ինչը ճիշտ էր, պատասխանեց Վարդանը։ Եվ եթե դա անհանգստացնող փոփոխություններ է ստեղծել ոմանց համար, ուրեմն գուցե նրանից է, որ ոմանք շատ հարմարավետ էին զգում իրենց անարդար համակարգի մեջ։ Արթուրը գրացավ առաջ։ Վարդան, լուրեր կան այս աշխատակցուհու հետ ձեր անձնական կապի մասին։ Դա ճիշտ է։ Վարդանը երկար ժամանակ լռեց։ Գիտեր, որ սա վճռորոշ հարցն էր, այն, որը կարող էր որոշել իր ապագան ընկերությունում։ Այո, ասաց նա վերջապես։ Ես սիրահարված եմ Անիին։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ նա արժանի է իր զբաղեցրած պաշտոնին իր սեփական արժանինքների համար։ Հաջորդած լռությունը խուլ էր։ Արամը ժպտաց մի ձով, որը չհասավ նրա աչքերին։ Դե, վերջապես ասաց Արթուրը, գոնե դուք անգեղծ եք։ Միշտ էլ եղել եմ, պատասխանեց Վարդանը։ Եվ կշարունակեմ լինել։ Անին բացառիկ մասնագետ է, որը համակարգված կերպով տուժել է կոռումպացված ղեկավարի պատճառով։ Ես ուղղել եմ այդ անարդարությունը։ Եթե խորհուրդը որոշի, որ դա իմ հեռացման պատճառ է, ես ընդունում եմ հետանքները։ Դուք պատրաստ եք խաղասեղանին դնել ձեր կարիերան այս կնոջ համար, հարցրեց Արամը զարմանքով։ Ես պատրաստ եմ խաղասեղանին դնել իմ կարիերան հանուն այն բանի, ինչը ճիշտ է, ուղղեց Վարդանը։ Եվ հանուն այն ամենի, ինչ ես զգում եմ նրա դստեր հանդեպ։ Արթուրը հայացքներ փոխանակեց խորհրդի մյուս անդամների հետ։ Մենք պետք է սա առանձին քննարկենք։ Կարող եք դուրս գալ, Վարդան։ Որոշումը կունենանք մինչ օրվա վերջ։ Վարդանը դուրս եկավ նիստից իմանալով, որ արել է այն ամենը, ինչ կարող էր։ Նա անգեղծ էր եղել իր զգացմունքների հարցում, պաշտպանել էր իր գործողությունները։ Արդյունքն այժմ իր վերահսկողությունից դուրս էր։ Երբ նա հասավ հիվանդանոց, գտավ Անին Մանեի իրերը հավաքելիս։ Աղջնակը տեսանելիորեն լավ էր, խաղում էր այն արջուկի հետ, որն ինքն էր բերել։ Ինչպես անցավ, հարցրեց Անին տեսնելով նրա դեմքի արտահայտությունը։ Անգեղծ ասած չգիտեմ։ Հնարավոր է, որ վաղվանից գործազուրկ լինեմ։ Վարդան, ես երբեք չեմ ուզեցել, որ դու ամեն ինչ ռիսկի ենթարկես իմ պատճառով։ Իսկ ես երբեք չեմ ուզեցել սիրահարվել, պատասխանեց նա հոգնած ժպիտով։ Բայց կյանքի լավագույն բաները հազվադեպ են լինում մեր պլանների համաձայն։ Սոնան եկավ նրանց տուն տանելու համար, Վարդանն ուղեկցեց նրանց։ Ճանապարհին նրա հեռախոսը զանգեց։ Գայանեն էր։ Խորհուրդն ավարտել է քննարկումը, ասաց նա։ Ուզում են ձեզ տեսնել վաղը առավոտյան ժամը 9-ին որոշումը հայտնելու համար։ Հասկացա։ Շնորհակալություն տեղեկացնելու համար։
Անջատելուց հետո Անին բռնեց նրա ձեռքը։ Կապ չունի, թե ինչ կլինի վաղը։ Մենք մի ելք կգտնենք միասին լինելու համար։ Վարդանը սեղմեց նրա ձեռքը ի պատասխան, բայց երկուսն էլ գիտեին, որ դժվարին մարտահրավերների կբախվեն, եթե նա գործնի իր պաշտոնը։ Հաջորդ առավոտյան Վարդանը հագնվեց նույն խնամքով, ինչպես միշտ անում էր կարևոր հանդիպումների համար։ Բայց այս անգամ նա մի տարօրինակ խաղաղություն էր զգում։ Քիչ էր քնել, բայց գիշերն անցկացրել էր մտածելով այն մասին, թե իրականում ինչն է կարևոր իր կյանքում։ Նա գրասենյակ հասավ, շուտ գնաց ուղիղ խորհրդի սենյակ։ Արթուրն այնտեղ էր մյուս անդամների հետ, բայց Արամը նկատելիորեն բացակայում էր։ Վարդան, նստեք, ասաց Արթուրը։ Մենք 3 երկար քննարկում ունեցանք եւ հանգեցինք որոշ եզրակացությունների։ Վարդանը պատրաստվեց վատթարագույնին։ Նախ արտաքին աուդիտը հաստատեց, որ Գագիկ Կարապետյանի վերաբերյալ ձեր գործողությունները ոչ միայն արդարացված էին, այլ անհրաժեշտ։ Նա 2 տարվա ընթացքում յուրացրել էր ավելի քան 100 միլիոն դրամ։ Վարդանը զգաց զգուշավոր թեթացում։ Երկրորդ անձնակազմի գործերի վերանայումը հաստատեց, որ Անին իրոք համակարգված կերպով տուժել է, որ նրա առաջխաղացումը ոչ միայն պատշաճ էր, այլ ուշացած։ Արթուրը դադար տվեց մի պահ զննեց Վարդանին։ Երրորդ թե ստորադասի հետ ձեր անձնական կապը նուրբ իրավիճակ է ստեղծում։ Մենք ընդունում ենք, որ դուք նախ ճանաչել եք նրան որպես գործընկեր, ձեր զգացմունքները զարգացել են այն բանից հետո, երբ դուք տեղեկացել եք նրա գրած անարդարությունների մասին։ Վարդանը հազիվ էր հավատում իր լսածին։ Այնուամենայնիվ, շարունակեց Արթուրը, անպատշաճության ցանկացած տպավորությունից խուսափելու համար խորհուրդը որոշել է, որ Անին կտեղափոխվի գզեկուցի անմիջապես ինձ ռազմավարական վերլուծության նոր բաժնում, որը մենք ստեղծում ենք։ Դա նրան հեռացնում է ձեր անմիջական վերահսկողությունից, բայց պահպանում է նրա պաշտոնն ու պատասխանատվությունները։ Իսկ Արամը, հարցրեց Վարդանը։ Արամը որոշեց վաղաժամկետ թոշակի անցնել։ Թվում է նա նույնպես ուներ որոշ կասկածելի գործարքներ, որոնք նախընտրում է չտեսնել ավելի խորը հետաքննված։ Վարդանը լռեց մարսելով այդ ամենը։ Ոչ միայն ինքը պահպանել էր իր պաշտոնը, այլ Անին պաշտպանված էր, նրանց հարաբերությունների հիմնական խոչընդոտները վերացվել էին։ Մի պայման կա, հավելեց Արթուրը։ Մենք ուզում ենք, որ դուք Անին լիովին թափանցիկ լինեք ձեր հարաբերությունների հարցում։ Ոչ մի գաղտնիք։ Եթե մտադիր եք միասին ինչ-որ բան կառուցել, արեք դա բացահայտ։ Մենք դրանից բացի ուրիշ ոչինչ չենք ուզում, պատասխանեց Վարդանը։ Հիանալի է։ Այդ դեպքում ես այս հարցը համարում եմ լուծված։ Վարդանը դուրս եկավ նիստից զգալով, կարծես կարող է թռչել։ Վերելակով իջավ ուղիղ Անիի գրասենյակ, գտավ նրան աշխատելիս ակնհայտորեն լարված։ Ինչպես անցավ, հարցրեց նա, հենց տեսավ նրան։ Մենք հաղթեցինք, պարզապես ասաց նա։ Անին վեր կացավ աթոռից հազիվ հավատալով։ Ինչպես թե։ Վարդանը պատմեց ամեն ինչ աուդիտը, նրա արժանինքների հաստատումը, տեղափոխությունը, Արամի թոշակի անցնելը։ Յուրաքանչյուր բարի հետ Անիի դեմքն ավելի էր լուսավորվում։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք միասին լինել առանց որևէ բան թաքցնելու, ավարտեց Վարդանը։ Եթե դու ուզում ես։ Անին վազեց նրա գրկի մեջ, նա պտտեց նրան օդում, երկուսն էլ ծիծաղում էին երեխաների պես։ Ես ուզում եմ, ասաց նա, երբ Վարդանը նրան ցած դրեց։ Ես շատ եմ ուզում։ Նրանք համբուրվեցին հենց այնտեղ նրա գրասենյակում, բաց դռնով առանց մտահոգվելու, թե ով կարող է տեսնել։ Դա հաղթանակի, սիրո ապագայի խոստման համբույր էր։ Այդ գիշեր Վարդանն ընտրեց Անի, Մանեի Սոնայի հետ փոքրիկ բնակարանում։ Մանեն լիովին ապաքինվել էր, ոգորված էր նրա ներկայությամբ։ Աղանդերի ժամանակ նա մի հարց տվեց, որը բոլորին անակնկալի բերեց։ Վարդան, երբ դու մայրիկն ամուսնանաք, մենք տեղափոխվելու ենք մի մեծ տուն։ Վարդանը գրեթե խեղդվեց պաղպաղակից։ Մանե, ինչ է որ։ Դուք ամուսնանալու եք, չէ։ Անին խորը շիկնեց։ Սիրելիս, այսպիսի բաները ժամանակի կարիք ունեն։ Բայց դուք իրար սիրում եք։ Իսկ իրար սիրող մարդիկ ամուսնանում են։ Այդպես է լինում։ Վարդանը նայեց Անին, տեսավ նրա դեմքին նույն արտահայտությունը, որն ինքն էր զգում։ Զարմանք, բայց նա խորը ցանկություն, որ Մանեի միամիտ հարցը լիներ ապագայի կանխատեսում։ Մանե, ասաց Վարդանը զգուշությամբ, մայրիկդ ես միասին բացահայտում ենք, թե ինչպիսին կլինի մեր ապագան։ Բայց կարող եմ քեզ հավաստիացնել մի բան։ Դուք երկուստ իմ կյանքի ամենակարևոր մարդիկ եք հիմա։ Դա նշանակում է, որ դու մնալու ես։ Ընդմիշտ, պատասխանեց Վարդանն առանց վարանելու։ Մանեն ջարագող ժպտաց վերադարձավ իր պաղպաղակին, կարծես լուծել էր աշխարհի բոլոր խնդիրները։ Ավելի ուշ, երբ Մանեն քնեց, Վարդանն ու Անին նստեցին բնակարանի փոքրիկ պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին։ Նա ճիշտ է, գիտես, մեղմիկ ասաց Վարդանը։ Ինչի։
Մասին։ Իրար սիրող մարդկանց ամուսնանալու մասին։ Եվ մեր մեծ տուն տեղափոխվելու մասին։ Նա շրջվեց նրան նայելու։ Անի, ես գիտեմ, որ շուտ է, գիտեմ, որ մենք արդեն անցել ենք մի ողջ կյանքի դրամայի միջով։ Բայց ես չեմ կարող պատկերացնել իմ ապագան առանց ձեր երկուսի։ Անին փարվեց նրա գրկին։ Ես նույնպես չեմ կարող։ Ուրեմն գուցե պետք է սկսենք պլանավորել այդ ապագան։ Գուցե պետք է։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ պլանավորելով միասին մի կյանք, որը սկսվել էր ամենաանհավանական ձով։ Մի հզոր տղամարդ, որը սպասք էր լվանում մի համեստ խոհանոցում, փորձելով ուղղել այն անարդարությունները, որոնց թույլ էր տվել պատահել։ Մի ուժեղ կին, որն այդքան երկար միայնակ էր պայքարել, վերջապես գտնելով մեկին, որը պատրաստ էր պայքարել իր կողքին։ 6 ամիս անց Վարդանն ու Անին ամուսնացան փոքրիկ արարողությամբ, որտեղ Մանեն հարսնաքույրն էր, իսկ Սոնան քավոր կինը։ Աղջնակը պնդեց, որ տորթը սրտած լինի, որ Վարդանը պաշտոնապես խոստանա լինել իր նոր հայրիկը։ Նրանք տեղափոխվեցին քաղաքամերձ մի տուն, որն ուներ այգի, որտեղ Մանեն կարող էր խաղալ, բավարար սենյակներ այն ընտանիքի համար, որը երազում էին մեծացնել։ Վարդանը պահպանեց իր պաշտոնը Ալյանս գրուպում, բայց միանգամայն նոր հայացքով այն մասին, թե ինչ էր նշանակում հաջողությունը։ Անին հաջողությունների հասավ իր նոր բաժնում դառնալով ընկերության ամենահարգված ռազմավարներից մեկը։ Բայց թերս ամենահատուկ պահը եղավ մի գիրագի երեկոյան, երբ Վարդանը լվանում էր ընթրիքի սպասքը, այս անգամ սեփական ընտրությամբ Մանեն մոտեցավ նրան։ Վարդան, ասաց նա քաշելով նրա շապիկից ուշադրություն գրավելու համար։ Այո, սիրելիս։ Շնորհակալություն մայրիկիս ինձ խնամելու համար։ Վարդանը ձնգի իջավ նրա բարձրությանը զգալով, որ աչքերը լցվում են։ Շնորհակալություն ինձ ձեր ընտանիքի մի մասնիկը դառնալ թույլ տալու համար։ Մանեն ամուր գրկեց նրան։ Դու միշտ էլ մեր ընտանիքից ես եղել։ Պարզապես մի քիչ ուշացանք իրար գտնելու հարցում։ Եվ այդ պահին Վարդանը հասկացավ, որ գտել էր ոչ միայն իր կյանքի սերը, այլ այն նպատակը, որը փնտրել էր ամբիցիաների հաջողության հետից վազելու այդ բոլոր տարիների ընթացքում։ Երբեմն մեծագույն հաղթանակները գալիս էին մեծագույն խոցելիությունների քողի տակ, եւ երբեմն ինչ-որ մեկի սպասքը լվանալը կարող էր լինել սեփական հոգին մաքրելու առաջին քայլը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի, Վարդանի Մանեի պատմությունը դիպավ ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար պատրաստել ենք հատուկ փլեյլիստ նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր բերում ենք եզակի պատմություններ, որոնք բացահայտում են կյանքի սիրո բարդությունները։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումները։ Սպասում ենք ձեզ մեկնաբանություններում։